Մկրտիչ Արմեն Հեղնար աղբյուր 1967 թվական 4 Ուստա Մկրտիչը կսմթեց բարդիների չարքի մոտ խաղացող Երանոսի փոքր եղբորայտը և դարպասի դռնակից դուրս ելավ դեպի ճանապարհը, հազիվ էր ոտքը շեմքից դուրս դրել, երբ ցնցվեց ու մեջքով կպավ պատին, էս ինչ էր, նրա մոտով առանց նրան նկատելու արագաքայլ անցավ թրքուհին, ուստային թվաց, թե նա ճանաչեց 20 տարուց ի վեր իրեն այնքան ծանոթ հեղնարի քայլվածքը, նահլատ քեզի սատանա, խո հարբած չեմ, համարյա շշնջաց ուստան, նայելով նրա ետևից, ոտնամաններն էլ հեղնարինը, նա ձեռքը շփեց ճակատին, լսել էր, որ երբեմն չար ոգին գեղեցիկ թրքուհու կերպարանք է առնում և իր սիրով խելագարեցնում է մարդկանց, բայց երբեք չէր հավատացել դրան, միայն Երանոսի մահից հետո մի քիչ կասկածել էր, որ բոստանչուն հանդիպած թրքուհին նույնպես չար ոգի էր եղել, և չար ոգին, ինչպես ասում են, ջահել կանանց սնդուկներից գողանում է նրանց հագուստներն ու ոտնամանները, հագնում, ապա նորից դնում է տեղը, կրկնեց ուստան, կրունկները, գույնը, թե աշկերտս խաբեցին, էս ինչ էր, թրքուհին, որ շարունակում էր գնալ նույն արագ քայլերով, անհետացավ ճանապարհի ոլորի ետևում, ուստան սթափվեց, համոզվեց, որ դա տեսիլք էր, որը գերբնական ձևով անհետացավ, սակայն անմիջապես մտածեց, որ կինը պարզապես կարող էր ծածկված լինել ճանապարհի շրջադարձի ետևում, ուստի և արագ առաջ գնաց ստուգելու համար, մի քանի քայլ հետո թրքուհին նորից երևաց, չադրայի մեջ խուլ փաթաթված, նա շարունակում էր ճանապարհը, ուստան մտածեց շտապել, մոտենալ նրան և դիտել մոտիկից, բայց և իսկույն փոխեց մտադրությունը, այնուամենայնիվ թրքուհին կարող էր ոգի լինել և նկատելով ուստային անհետանալ, ուստի և փոխանակ մոտենալու, ուստան շարունակեց հետևել հեռվից, հաճախ չէ, որ մարդ առիթ է ունենում ոգու հանդիպել, պետք է հետևել ու տեսնել, թե նա ինչ նպատակով է հագել իր կնոջ ոտնամանները, բայց արդյոք իր կնոջ, ուստա Մկրտիչը հիշեց, որ հեղնարի այդ կիսակոշիկներից մեկի, ձախի տակը, երկու տեղով ճաքել էր, և ուստան պատվիրել էր հեղնարին այլևս դեն նետել այդ ոտնամանները, նա կռացավ, նայեց թրքուհու ոտնահետքերին, ձախ ներբանի տափակ հետքի վրա, փոշու մեջ, հազիվ նկատվում էին լայնքից գնացող երկու խազեր, Տեր Աստված, ասաց ուստան խաչակնքելով, և շափխան ետ հրեց դեպի ծոծրակը, ահան աշկովս կտեսնիմ հրաշքը, հմե էլի չեմ հավատա, չեղնի էս բանը հրաշք չէ, 5 Թուրքական թաղամասի աղբյուրի ութանկյունի փոքրիկ շենքը, ծառերի տակ կանգնած, ամբողջովին գտնվում էր դրանց ստվերում, այդ նշանակում էր, որ ցերեկը հասել էր իր գագաթնակետին, արևի լույսից աշխարհը այնքան պայծառ էր աղբյուրի շուրջը, որ աղբյուրը, իր վրա կախված ծառերի ստվերում, թվում էր մի գիշերային տեսիլ, ամեն կողմից ցերեկով շրջապատված, ջուրը, որ անձայն ու անշարժ կորագծով իջնում էր խողովակից դեպի դուռ, թվում էր արծաթափայլ կամար, նետված այս աշխարհից դեպի հողը, աղբյուրի շուրջը, նույնպես ստվերի մեջ, հավաքվել էին շատ աղջիկներ և կանայք, բայց նրանցից ոչ մեկը ջուր չէր լցնում, իսկ ով արդեն լցրել էր, դեռ չէր հեռանում, բոլորը զբաղված էին ըստ երևույթին ծայրաստիճան հետաքրքիր ու կարևոր խոսակցությամբ, ջրի շիթի տակ դրված մի կուժ վաղուց ի վեր լցված էր, այժմ ջուրը, խշշալով հորդառատ, դրա կողերով թափվում էր վար, Սաֆարի երեխեքը, ավիրակ փողոցի քովը, հետը թուրքերեն էին խոսե, չէր հասկացե, փափախը դրել է խաբելու համար, սև փափախ, հարցրեց մեկը, սև, գրուզ, ասել է, ես էլ եմ տեսել նոր, կնկտիկ, մի այլ կին, որը մտածկոտ խաղում էր մատանու հետ, հանկարծ կարմրեց ու դիմեց խոսողներին, դուք էն կսեք, որ աշկեր ունի, ինչ խոր կրակ,
Էն, տեսել եմ։ Մի անգամը մոտեցավ, ջուր ուզեց։ Երեսս ծածկեցի փախա, էլ չիմացա, թե ուր գնաց։ Ուր պիտի երթար, հլպթեն են լրփիքովը, ասաց մի աղջիկ, խոշոր աչքերը բարկությամբ ոլորելով Հաբիբայի տան ուղղությամբ։ Սեր կենեն, շրթունքները ատելությամբ կծկելով, ասաց մի կին։ Լիրփը կպաքե ջահելի հաշկերը, ծոցը կառնե ջահելին։ Նրա աչքերը հանկարծ արցունքոտվեցին, նա լռեց և ծածկվեց չադրայով։ Ընչի սեր չենեն, դառը ժպտաց մի ուրիշը։ Հարուստ, անդարդ, ինչն է պակաս։ Հապա տղեն ինչ տղա է։ Տղեն կմեռնի են օր համար։ Կա մարդ, որ քեզնեն ջուր կուզե, համը գիտես, որ քեզի կուզե։ Համը էնիկ որ ջուր ուզեց, մենակ ծարվցած եղնելու համար էր։ Հաշկովս տեսա, թե ինչ քրտնել էր լեն ճակատը, թոզոտել էին մազերը։ Հլպտ որ կսիրե, հապա խոչի ծեծե, այդպես տղեն կնկա վրա ձերք կբարձրցնե։ Երկար թերթերունքների տակ փայլատակում էին կանանց սև աչքերը։ Երբ նրանք շրջում էին հայացքները աջ ու ձախ, նրանց աչքերի սպիտակուցները փաղփաղում էին ատելությամբ։ Նրանց այտերը վառվում էին շառագույն, կարծես անդրադարձնելով ինչ որ հրդեհի բոցը։ Նրանց կրծքերը ելնում իջնում էին, կարծես զսպած հեկեկոցից։ Իսկ երբ նրանք խոսում էին, թվում էր, թե նրանց ձայնը դուրս էր գալիս թախիծով և արցունքով լի խոր ջրհորից։ Ոմանք կանգնել էին երեսները չադրայով ծածկած, ձեռքերից մեկով ջրամանը բռնած, մյուսով չադրան կրծքի վրա պահած։ Իսկ երեսների վրա քաշած չադրայի եզրերը սեղմել էին սպիտակ ու մանրիկ ատամների արանքում։ Եզրերի հետ միասին նրանք սեղմում, արյունոտելու չափ կծում էին նաև իրենց շրթունքները։ Տարօրինակ էր թվում, որ նրանց կազմած կիսաշրջանի մեջ ջուրը հոսում էր նույն խաղաղությամբ, կարծես չէր հոսում, և ուստամկրտչի անունը, գրված աղբյուրի ճակատին երեք հին, բայց կենդանի լեզուներով, թվում էր նույնքան խաղաղ ու հավիտենական։ Մոլլայի մեծ կինը, որը իհարկե երբեք չէր գալիս ջրի, այժմ նույնպես առանց ջրամանի էր կանգնել կանանց միջև։ Լուռ լսում էր խոսակցությունները և մերթընդմերթ գլխի դրական շարժումներով հավանություն էր տալիս նրանց ասածներին, սակայն նա ուշադիր չէր լսում նրանց և շարունակ նայում էր դեպի փողոց։ Երբ այնտեղ երևաց հեղնարը և արագ անցավ, մոլլայի մեծ կինը նշան արեց աղբյուրի մոտ գտնվողներին ձայն չհանել և շտապեց նրա ետևից։ Աղբյուրի մոտ բոլորը նայեցին իրար։ Աշես ինչ են մտածե մեր տղամարդիկ, շշնջաց մեկը։ Կսպանեն, ենթադրեց մյուսը։ Թող սպանեն, տենդահար բոցավառվեցին մի զույգ աչքեր։ Էնիկ շարիաթին հակառակ կապրի, ընչի պիտի մենակ էնիկ շարիաթին հակառակ ապրի։ 6 Հաբիբայի տան փոքրիկ փողոցի անկյունում մոլլայի մեծ կինը հասավ հեղնարին, կտրեց նրա առաջը, երկու ձեռքերով կոպիտ բաց արեց նրա երեսը։ Անամոթ։ Հեղնարը գունատվեց։ Սիրական ունիս, քաց։ Ունիմ բաջի, որ քեզնեմ պահեմ, Ալլահից ինչըղ պահեմ, շշնջաց հեղնարը։ Ունիս, հա։ Թրքուհին կատաղած սեղմեց բռունցքներն ու ատամները և կարծես ներսից ստացած մի հարվածից նետվեց դեպի ուստայի կինը։ Հայ է բաջի։ Հեղնարը բռնեց սիրտը, որ թփրտում էր անհանգիստ և անկանոն։ Ասել է սուտ չէ, հա, անառակ, լավ։ Նա կտրուկ ետ շրջվեց, բղավեց։ Հեյ, աղջիկներ, կնկտիկ, իստեղ եկեք, մեմեկ քար բերեք հետներդ, շուն կա սատկեցնելու, շուտ։ Բաջի, սարսափից նվաղած ձայնով թույլ ճչաց հեղնարը։ Բաջի, սուսկեցի, ոտքդ պաքեմ, ես հայ եմ։ Ինչ։ Մոլլայի մեծ կինը ետ գնաց և ձեռքերը ետևը տանելով չռված մատներով շոշափեց պատը չընկնելու համար։ Հայ ես։ Աղբյուրը հեռու էր և ոչ ոք չէր լսել մոլլայի կնոջ կանչը։ Հեղնարը այնպես էր գունատվել, որ թվում էր, թե պիտի ուշաթափվի։ Մոլլայի կինը, որ սառած աչքերով անթարթ նայում էր նրան, սկսեց շարժել շրթունքները։
Ըստ երևույթին նա խոսում էր, բայց ոչինչ չէր լսվում։ Այդպես անցավ մի քանի վայրկյան, մինչև որ նրա ձայնը դարձավ լսելի։ Հայ, ով մարգարե, ինչ ըղջեինք նկատե, շեյթանը քեզի հետ, թուրքի անունով անառակություն կենես, քեզի ակռեքով կգզենք, ակռեքով։ Եվ դանդաղ պոկվելով պատից նա քայլեց ետ, տուն կամ ղայֆախանա, ինքն էլ չգիտենալով թե ուր, անհավատալի լուրը տղամարդկանց տեղեկացնելու։ Հեղնարը շշմահար նայեց նրա ետևից և նրա առաջին միտքը եղավ փախչել ու այլևս չվերադառնալ։ Ապա նույն վայրկյանին նա սոսկումով հիշեց, որ քիչ հետո, գուցե մի րոպեից գալու է իր սիրեցյալը և ընկնելու է գազազած մարդկանց ձեռքը։ Առավելևս պետք էր շտապել, հանդիպել նրան ճանապարհին և ետ դարձնել։ Նա նետվեց դեպի ձախ կողմի ավերակ փողոցը, ինչպես միշտ այնտեղ ոչ ոք չկար, բացի Սաֆարի երեխաներից, որ պատի տակ նստած խաղում էին։ Տեսնելով հեղնարին, նրանցից մեկը անփույթ վեր կացավ, դանդաղ գնաց մի քիչ տեղ, ապա վազեց։ Երեխաների աչքերի վատ թաքցրած արտահայտությունից հեղնարը հասկացավ, որ նրանք իրեն էին հսկում, և վազող երեխան անշուշտ գնաց մեծերին հաղորդելու իր մասին։ Հեղնարը նվաղեց, զգաց թակարդից դուրս գալու անհնարինությունը և ենթարկվելով անխուսափելիին հազիվ մի կերպ քայլեց դեպի Հաբիբայի տունը, մտավ ներս ու դարպասը կամացուկ ծածկեց։ 7 Հեղնարը հազիվ էր դարպասը ծածկել, երբ երևաց ուստա Մկրտիչը, որը շտապ մտավ փողոց ու նայեց շուրջը։ Բաջի, մոլլայի մեծ կինը, որ հեռանում էր արագաքայլ, ետ նայեց, ապա կանգ առավ։ Ուստան քրտնած ու փոշոտ մոտեցավ նրան։ Բարև, բաջի։ Բարև, ուստա Մկրտիչ։ Մե, թուրքիմ կնիկ չանցավ իստեղով։ Մոլլայի կինը մի վայրկյան ձայն չհանեց, ապա անթափանց չադրայի տակ ժպիտ ձևացնելով հարցրեց. Թուրքի կնիկն ինչու է հարկավոր, ուստա։ Ուստան նոր միայն սթափվելով շտապումունքից և շփոթությունից, զգաց իր տված հարցի տարօրինակությունը։ Հարկավոր է, բաջի, այնուամենայնիվ պնդեց նա։ Լավ, ինչու է հարկավոր, կրկնեց թրքուհին, թեթևակի բաց անելով երեսը։ Դուն հայ, էնիկ թուրք, դուն կնկա երեխի տեր, էնիկ… Այ բաջի, ճիգով ժպտաց ուստա Մկրտիչը, տիրապետելով ինքն իրեն։ Հայի ու թուրքի մեջ ախպոր ու քուրոջ գործ չի պատահի։ Ընչի չէ։ Ըշտդ պես մե գործով կհարցնեմ։ Թուրքի կնիկ էր, կանանչ ոտնամաններով։ Ուստան ծայրաստիճան անհանգիստ ձեռքերը տարավ դեպի գոտին, բռնեց, քարացավ սպասողական։ Էդ թուրքի կնիկն իր անտունը մտավ, ինքը մենակ կապրի։ Դուն մենակ կնգաքով ինչը խերթաս, ուստա։ Ավերակ փողոցի կողմից երևաց ոսկերիչ վաղինակի տղա Վարոսը։ Տեսնելով ուստա Մկրտչին, նա ետ նետվեց ու անհետացավ։ Ոչ ուստան, ոչ թրքուհին չտեսան նրան։ Նրան տեսան միայն Սաֆարի երեխաները, որոնք նորից, այս անգամ բոլորը միասին, վազ տվեցին մեծերին հայտնելու հայի տղայի մասին, որը սակայն կորավ անհետ։ Դե օր էդ կնիկը մենակ կապրի, դուն ինքդ էլ արի հետս, բաջի, առաջարկեց ուստան։ Նրանք մոտեցան Հաբիբայի տան դռանը։ Ուստա, էնիկ հայ է, հայտնեց թրքուհին։ Հայ է։ Փոխանակ պատասխանելու մոլլայի մեծ կինը հանկարծ փոխվեց։ Արյունը խփեց նրա երեսին և նա սպառնալի շշնջաց. Արի հաշկովդ տես, ինքն անառակություն կենե, սիրական կպահե, հըմը մեր անունը կխայտառակե։ Ուստան արագ քայլերով ներս մտավ։ 8 10 տարի անխնամ մնացած պարտեզի վայրի մենավորությունը տեղի էր տվել պայծառ զվարթության։ Վարոսը կտրել էր բավական թվով ծառեր և կտրատել էր մնացածների քմահաճորեն աճած ավելորդ ճյուղերը, մաքրել էր մարգեժն ու մայթերը, ցանել էր բազմագույն ծաղիկներ, բուրումնավետ ու քնքուշ։ Այժմ պարտեզն իրոք որ պայծառ պարտեզ էր և ոչ խավար պուրակ։ Արևն առատորեն թափվել էր ծառերի միջև, գետնի վրա,
Այժմ արևն էր այնտեղ տիրապետողը և ոչ թե ստվերը, որն առանձին պատառների բաժանված կծկվել էր ծառերից յուրաքանչյուրի տակ։ Ստվերները, լինելով քիչ և արևի խոշոր բծերով շրջապատված, այժմ թվում էին ավելի մուգ, ավելի զով և հաճելի։ Ամենուր, որտեղ արևն էր թափվել, աճում էին բազմագույն ու բազմատեսակ ծաղիկներ։ Դրանց հույլերի միջև անցնում էին կարմիր աղյուսափոշու շավիղներ։ Ավազանի շատրվանը խփում էր ավելի բարձր և ջրափոշին նստում էր տերևների ու ծաղիկների վրա։ Ուստա Մկրտիչը մի պահ կանգ առավ քարացած, կարծես վախենալով որևէ անզգույշ շարժումով կպչել պարտեզի քնքշությանը։ Դարպասի մոտից մինչև բնակարանի դուռը նա գնաց կամացուկ, համարյա ոտների ծայրերի վրա, քսվելով պատին և զգուշանալով նեղ մայթից ոտքը դնել ցած, որտեղ բուսել էին այնքան մանրիկ ու անմեղ խոտեր։ Մտնելով նախասենյակ, ուստան բաց արեց երեք սպիտակ լուսամուտներ ունեցող սենյակի դուռը։ Այնտեղ ոչ ոք չկար։ Սենյակի խորքի մասն առջևի մասից բարձր էր երկու աստիճան և բաժանված էր վարագույրով։ Ուստան վարագույրը ետ տարավ և նայեց ներս։ Նույնպես ոչ ոք չկար։ Նա ելավ նախասենյակ։ Նշանակում է չար ոգին, թրքուհին, հայուհին կամ, Տեր Աստված, իր կին Հեղնաժն այնտեղ է, մյուս սենյակում։ Ուստայի սիրտը դողաց նաև ձեռքը, որով նա դռան ունկն էր բռնել։ Նա կամացուկ և համարյա անլսելի բաց արեց դուռը, մտավ ներս։ Հեղնարը գունատ, նվաղած, ծունկ էր չոքել և կիսաբաց շրթունքներով աղոթք էր անում, անշուշտ իր սիրեցյալի անվտանգության համար։ Լսելով դռան ձայնը, նա նայեց այն կողմ և ցնցվեց։ Ըստ երևույթին նա չհավատաց իր աչքերին։ Նա վախեցավ ավելի շուտ իր վրդովված վիճակից և տենդոտ ուղեղից, քան դռան մոտ կանգնած կերպարանքից։ Հեղնա՛ր, շշնջաց ուստա Մկրտիչը։ Մի վայրկյանում Հեղնարի դեմքն անասելի սպիտակեց։ Թվաց, թե այդ նրա աչքերն էին, որ անասելի սևացան։ Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը, զգաց դրա տակ ուժգին և անկանոն թփրտացող սիրտը և մինչև իսկ չկարողացավ ճչալ։ Նա ծկլթաց, ինչպես վճիտ ջուրը բոստանների առխում, և լռեց։ Ամեն ինչ վերջացավ։ 9. Հաբիբայի ծանր ու անհյուրընկալ դարպասը նորից փակվեց։ Թուրքական թաղամասում նորից համոզվեցին, որ անհետացած պառավի տան վրա անեծք կար ծանրացած։ Հեղնարի մահից անմիջապես հետո, երբ մոլլայի մեծ կնոջ միջոցով լուրը տարածվեց ամբողջ թաղամասում, բոլոր բնակիչները, բահ ու քլունգներով զինված, անասելի գոռգոռոցներով հավաքվեցին Հաբիբայի տան առջև, հիմնահատակ այն կործանելու։ Ու մինչդեռ ուստա Մկրտչի դժբախտության լուրը սլացավ քաղաք, կայծակի արագությամբ և ուժգնությամբ տարածվելու այնտեղ, մոլլան, Իբրահիմը, Սաֆարը, Հաջի Քյարիմը և թաղամասում գտնվող բոլոր մյուս տղամարդիկ սկսեցին քլունգի կատաղի հարվածներ տեղալ շենքի աղյուսե ճակատին։ Թվաց, թե հարվածների ձայները անգամ հնչեցին արտասովոր մռայլությամբ։ Աղյուսներից բարձրացավ կարմիր փոշին և մշուշեց հավաքված բազմությանը իր փայլող գործիքների հետ։ Առանց հաշիվ տալու, թե ինչու, կանայք վայնասուն բարձրացրին և սկսեցին պոկոտել իրենց մազերը, իսկ երեխաները գոռալով լաց եղան։ Տղամարդիկ հարվածները տեղում էին ավելի ու ավելի մոլեգին, կարծես ոչ թե քանդում էին պատը, այլ ծեծում, ջարդուփշուր անում, այն գտնելով իբրև ամեն ինչի մեղավորը։ Համատարած իրարանցման մեջ հանկարծ բացվեց Հաբիբայի տան դարպասը, և շեմքի վրա երևաց ուստա Մկրտիչը, բարձրահասակ ու մտախոհ։ Շափխան դեպի ծոծրակը ետ հրած, ճակատի վրա քրտնքի մարգարիտներ, նա խաղաղ ու հանգիստ աջ կացեց շուրջը։ «Էս ի՞նչ գառնագոչում է», հարցրեց նա թուրքերեն։ «Ներսը քնած մարդ կա»։ Եվ նորից մտնելով շենք, ծածկեց դարպասի ծանր փեղկը։ Միանգամից տիրեց այնպիսի լռություն, որ թվաց, թե լսելի դարձավ կարմիր փոշու ձայնը, որն օդից նստում էր մարդկանց գլուխների, ուսերի վրա և գետնին։ Բահերն ու քլունգները մարդկանց ձեռքերում դարձան ավելորդ,
և մարդիկ նայեցին միմյանց, չգիտենալով ինչ անել։ Բոլորը կարծես միայն նոր վերհիշեցին, որ տան ներսում հավիտենական քնով քնել էր մի կին, որին խաղաղություն էր հարկավոր, ինչպես յուրաքանչյուր քնած մարդու։ Նույն րոպեին դարպասը նորից բացվեց, և ուստան դուրս ելնելով դիմեց մոլլային. «Միրզալի, նես արի, դու հնչի ես կայնե։ Հաջի Քարիմ, Սաֆար, ձեզի հետ եմ»։ Թաղամասի պատկառելի ծերունիները մոլլայի հետ միասին մտան շենք։ Ուստան դեռևս դարպասը չէր ծածկել, երբ անկյան ետևից լսվեց սմբակների ձայն, և սանձակոտոր ընթացքով փողոց մտավ մի կառք։ Հավաքվածները շուռ եկան։ Գլխաշորը վար առած, սպիտակ մազերն արձակ, չռված մատներով կարծես մազերը սանրելով, կառքում նստել էր ուստա Մկրտչի մայրը։ Նա շրթունքն ամուր սեղմել էր ատամների տակ և նվախկոտ ձայնով հծծում էր. Ում։ Ինչպես էր այդքան արագ և ամենից առաջ լուրը հասել նրան, քաղաքի մի ծայրից մյուս ծայրը։ Ուստան նետվեց ընդառաջ։ Օգնելով մորը վար իջնել կառքից, նա միջոց գտավ շշնջալու. «Զուր կողպաս մեր, էնիկ քու ողբիդ չարժե»։ Մայրը ապշությունից չռած աչքերով հարցական նայեց որդուն։ «Էրթանք, նեսը կսեմ», ասաց ուստան։ Դրանից անմիջապես հետո սկսվեց այդ օրվա մեծագույն տագնապը։ Միանգամից լսվեցին արշավող բազմաթիվ կառքերի հնչյուններ, վազող մարդկանց ոտնաձայններ, և փողոցը լցվեցին մեծ թվով մարդիկ։ Նրանք մոտեցան հավաքվածներին, սկսեցին տեղալ շփոթված հարցեր։ Փոքրիկ փողոցը հեղեղվեց մարդկանցով և կառքերով։ Քիչ հետո մարդկանցով և կառքերով լցվեցին նաև շրջակա փողոցները։ Աղմուկը ամեն ինչ խլացրեց։ Մարդիկ աշխատում էին առաջ անցնել իրարից, մոտենալ տանը, իմանալ, տեսնել, թե ինչ էր պատահել ուստա Մկրտչին։ Թուրքական թաղամասի յուրաքանչյուր բնակիչ շրջապատվեց բազմաթիվ մարդկանցով, որոնք անընդհատ հարցեր էին տեղում, բայց թուրքերին ևս շատ բան հայտնի չէր։ Ամենաէականը գիտեին բոլորը. ուստայի հայ կին Հեղնարը մի հայ սիրեկան էր ունեցել, որի հետ հանդիպելիս էր եղել Հաբիբայի տանը։ Ուստան բռնել էր Հեղնարին, և Հեղնարի սիրտը ճաքել էր։ Իսկ թե ինչ կերպ էր ուստան բացել դավաճանությունը և ով էր կնոջ սիրեկանը, ոչ ոք չգիտեր։ Միայն մի թուրք, մսագործ Կուլին, որն այդ օրը շուկա չէր գնացել և տանն էր, պատմում էր, թե ինչպես մի ժամ առաջ Սաֆարի մի երեխան վազել էր իր մոտ և հաղորդել Հեղնարի փախչել պատրաստվելու մասին։ Ապա եկել էին մյուս երեխաները, հայտնելու հայ տղայի գալու մասին։ Բայց մինչև թաղամասի տղամարդկանց վրա հասնելը, հայի տղան արդեն փախել էր, իսկ Հեղնարը հանգչել։ Ազդեցիկ մարդիկ, թե հայերից, թե հույներից, վերջապես կարողացան մոտենալ դարպասին։ Մոտեցան նաև ուստա Մկրտչի ընկերները, բարեկամները, Հեղնարի այլայլված ու ամոթահար ազգականները։ Երբ մարդկանցից մեկը հրեց դարպասը, դուրս եկավ, որ այն փակ էր։ Մտածելով մի վայրկյան, նա բարձրացրեց երկաթե թակը և խփեց։ Հավաքվածներին ցնցեցին թակի մռայլ ու խուլ հնչյունները։ Դարպասը բացվեց, դուրս եկավ ուստայի մայրը։ Նա միանգամայն հանգիստ էր, սովորականի նման գլխաշորը գլխին գցած։ Միայն նրա շրթունքներն էին ամուր սեղմված, և դեմքը սովորականից մի քիչ ավելի խիստ էր։ Նա նայեց հավաքվածների իսկույն լռած ամբոխին և ասաց. «Ետ դարձեք, օղուլ, ձեր ոտներն էլ են ափսոս, ձյաններունն էլ»։ Ապա հաստատուն քայլերով նորից մտավ ներս ու դարպասը փակեց։ 10 Հեղնարը պառկած էր հատակին, գորգի վրա։ Նրա վրա գցել էին պատից պոկած մի այլ գորգ, որը ծածկել էր նրան ամբողջովին, բաց թողնելով միայն սև մազերով շրջանակված դեմքը և կանաչ կիսակոշիկները։ Նրա դեմքը գունատ էր, սպիտակ, և թվում էր, թե նա քնած է։ Նրա կողքերին ծալապատիկ նստել էին ուստա Մկրտիչը, մոլլան, Հաջի Քարիմը, Սաֆարը, ուստայի մայրն ու մոլլայի կինը։ Իբրահիմը կանգնել էր դռան մոտ, շվար, ձեռքերը կախ գցած, ու մտածում էր։
Լուսամուտի խայտաբղետ ապակիներից անիրական լույսը ընկել էր հավաքվածների անշարժ ու անձայն կերպարանքների վրա։ Արտաքին աշխարհից ոչ մի ձայն ներս չէր թափանցում, և հայտնի չէր, դեռ աղմկում էին այնտեղ, թե լռել էին։ «Մեղքը մերն է», լռության նման հանդարտ վերջապես լսվեց մոլլայի ձայնը։ «Հաբիբեի տունը մենք շուտուց պիտի քանդածեղնեինք, կքանդենք»։ Փակ ատամների արանքից զուսպ մռմռաց Հաջին։ «Բաջուդիակը տարան թե չէ, հիմնահատակ կենենք»։ Խոսքերից հետո վերահաստատված լռության մեջ ուստան բարձրացրեց գլուխը, նայեց նստածներին և խաղաղաձայն ասաց. «Մե խորհուրդը մերեցի. կուզեմ էս մեղավոր կնկան թաղել իրան մեղքի տան մեջը»։ Եվ նորից խոնարհեց գլուխը։ Մոլլան ու Հաջին նայեցին իրար։ «Էս տունը քանդոցի տակ է», ասաց մոլլայի մեծ կինը, առանց նայելու ուստային, որովհետև նրա աչքերի մեջ փայլատակում էին բարկության կրակները, և նրան թվում էր, թե չադրայի տակից անգամ դրանք կհասնեն ուստային և կվիրավորեն։ Խուլ, կարծես հավիտենության միջից, լսվեց դարպասի թակոցը։ Իբրահիմը ելավ դուրս։ Քիչ հետո ներս մտավ քաղաքի ավագ եկեղեցու ավագ քահանան, ավագ տիրացուի հետ, որի թևի տակ շուրջառ կար և աղոթագիրք։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Քահանան արագ մոտեցավ ուստային և սեղմեց նրա ձեռքը։ Ապա երբ դրանից հետո նա մոտեցավ ուստայի մորը, կինը համբուրեց քահանայի աջը և ասաց. «Գնա, հայր սուրբ, խաչդ մի պղծե»։ Կարծես սառը ջուր սրսկեցին բոլորի վրա։ «Մեղավոր հոգին», փորձեց հակաճառել քահանան։ «Մեղավորի հոգին գնաց, ուր որ իրան տեղն էր», ընդհատեց ուստայի մայրը։ Քահանան ու տիրացուն նայեցին իրար և խաղաղություն մաղթելով ելան դուրս։ Երբ Իբրահիմը նրանց ետևից դարպասը փակելուց հետո մտավ սենյակ, բոլորն այնտեղ նորից նստած էին առաջվա դիրքով, լուռ և անշարժ։ «Մենք ուստի խոսքը ետ դարձնել չենք կռնա», շարունակեց Հաջին ընդհատված խոսակցությունը։ «Ուստի նպատակը ճշմարիտ է, թող մեղավորը թաղվի իրան մեղքի տան մեջը»։ «Տունը քանդոցի տակ է», կրկնեց մոլլայի կինը։ «Թե աղբերը համաձայն է, թող թաղե»։ «Ուստա, ի՞նչ կսես», հարցրեց մոլլան։ Բոլորը նայեցին ուստա Մկրտչին։ Մտածելով բավական երկար, ուստան հայտնեց. «Տունն ընձի հարկավոր չէ։ Մենակ թե ընձի մեկ 40 օր ժամանակ տվեք, ետև քանդեք»։ 40 օր, չհասկացավ մոլլան։ «Տեյմոր քար քաշեմ գերեզմանի վրա», բացատրեց ուստան։ Մոլլան, Հաջի Քյարիմը, Սաֆարը, Իբրահիմը, մոլլայի մեծ կինը համաձայնություն տվեցին, թե իրենց կողմից, թե թաղամասի բոլոր բնակիչների։ 11. Եկավ քրեական և բժշկական քննությունը, և այդ դեպքը արձանագրեց իբրև անհայտ պատճառներից դրդված հանկարծամահություն։ 12. Հեղնարին թաղեցին պարտեզում, ավազանի տակ։ Ընդհատեցին շատրվանը, հատակից վերցրին մի քանի սալաքար, խորը փորեցին տակի հողը և դագաղը դրեցին այնտեղ։ Հետո նույնությամբ սարքեցին ամեն ինչ և բաց թողեցին շատրվանի վճիտ ջուրը, որը նորից արծաթե բարակ ձողիկի պես շպրտվեց վերև, և քիչ հետո ավազանում լճացավ անձրևող շիթերից չեչոտված ջրի հայելին։ Իրիկնադեմին բոլորը հրաժեշտ տվեցին ուստա Մկրտչին ու գնացին։ Ուստայի մայրը փորձեց ետ պահել որդուն այդ մռայլ տան մեջ 40 օր մենակ մնալու վտանգավոր որոշումից, բայց ուստան ի պատասխան միայն համբուրեց նրա ձեռքը և խնդրեց իր ընկերներից մեկնումեկի տղայի միջոցով ամեն օր մի քիչ ուտելիք ուղարկել իրեն։ Դամբանակար պատրաստելու անհրաժեշտ գործիքները նա բերել տվեց հենց նույն օրը։ Երբ քաղաքում իմացան ուստա Մկրտչի որոշումը, բոլորն անխտիր եկան այն եզրակացության, որ դամբանակար պատրաստելը պատրվակ էր ուստայի համար չերևալու մարդկանց մեջ, քանի դեռ թարմ էր ընտանեկան չտեսնված ու չլսված խայտառակության տպավորությունը։ Սակայն
Ում մտքով կանցներ չարախնդալ ուստայի դժբախտության վրա։ Բոլորին պաշարել էր սոսկումը, ինչպես սրբապղծությունից։ Ինչպես էր համարձակվել Հեղնարը, այդ անառակ կինը, պղծել պայծառ ուստայի անկողինը։ Եվ ով էր եղել արդյոք այն իժի ծնունդը, որ գայթակղել էր այդքան տարիների անարատ կնոջը։ Թաղման հենց հետևյալ օրը ուստայի ընկերները վերցրին Սաֆարի երեխաներին և սկսեցին շրջել շուկաները, արհեստավորների և առևտրականների խանութները, չայխանաները, ղայֆախանաները, միկիտանները, Հեղնարի սիրեկանին գտնելու համար։ Նրանք իրենց գրպաններում ունեին նրա համար խնամքով սրած դանակներ, բայց նա չկար։ Ով գիտե, գուցեև կար, գուցեև Սաֆարի երեխաները տեսնում էին նրան, բայց չէին ճանաչում, որովհետև նրանք հիշում էին երիտասարդի միայն փափախը։ Ըստ երևույթին, տղան իր հայկական շապխան թուրքական փափախով փոխարինում էր միայն թուրքական թաղամաս գնալիս, բոստանների մեջտեղով անցնող ճանապարհի ոլորներից մեկում, որտեղ և անշուշտ Հեղնարն էր ծածկում կամ վար առնում իր չադրան։ Ճիշտ է, երիտասարդին տեսել էին նաև թրքուհիներից ոմանք, բայց տեսել էին անցողակի, հապճեպ, չադրայի անվստահորեն բացած ճեղքից։ Նրանք հազիվ թե կարողանային հիշել նրան, իսկ եթե հիշեին էլ, չէին համարձակվի ծպտուն հանել այդ մասին, խոստովանել, որ նայել են նրան, ցույց են տվել իրենց երեսը տղամարդուն, հային, անառակին, այդ եռակի հանցանքի համար կշողար սրած պողպատի մի կտոր և աշխարհը կպակասեր ևս մի կնոջով։ Իզուր փնտրումներից հուսահատված, բոլորը իրենց հույսը դրել էին Աստծու վրա, որպեսզի նա ինքը իր շանթով տեղն ու տեղը ոչնչացներ մեղավորին, թույլ չտար նրան մնալ անպատիժ ու գայթակղություն ծառայել իր նման ուրիշների համար։ Հարկավոր էր ցասում, վրիժառություն։ Բոլորը սոսկահար սպասում էին դրան, սպասում էին, թե պիտի գար մի հրաշք, ընտանիքի սրբությունը նորից հաստատող։ Բայց և միաժամանակ բոլորը իրենց հոգու հեռավոր խորքում կասկածում էին, թե կգար արդյոք այդ հրաշքը։ Եվ ինչ պիտի հաստատեր այն, եթե գար։ Միթե անպայման ընտանիքի սրբությունը և ոչ թե սիրո իրավունքը։ Գլուխ 4 Ոսկերիչ վաղինակի տղան Վարոսը քանդեց օձիքի կոճակները և շարունակեց քայլել։ Անասելի տոթը շնչահեղձ էր անում նրան, և նա չէր կարողանում որոշել դրսումն էր այդ տոթը, թե ներսում։ Շապխայի տակից նրա ճակատին թափված մազերը փոշեկալել էին և գորշացել։ Նրա աչքերը հոգնել էին և կորցրել իրենց հանդուգն կանանց շփոթեցնող արտահայտությունը։ Որոնող հայացքով նա անդադար նայում էր շուրջը, բայց ոչինչ չէր տեսնում։ Մի անգամ միայն նա կանգ առավ, սթափվեց, փորձեց որոշել իր որտեղ լինելը։ Նրա երկու կողմերում Գյումրու մի հարկանի տներն էին, սև ու նարնջագույն տուֆաքարերից, կամարապատ դարպասներով, դռներով և լուսամուտներով։ Փողոցը լուռ էր ու խաղաղ, այնտեղ ոչ ոք չկար։ Այդ անդորրության մեջ Վարոսի համար առավել անտանելի էր իր խռովահույզ վիճակը։ Ինչ անել, ինչ անել։ Ահա Թաթոս հորեղբոր տունն աջ կողմում, չմտնել արդյոք այնտեղ, չխոսել հորեղբոր կնոջ հետ, չպատմել նրան այն, ինչ չի պատմել դեռ ոչ ոքի։ Բայց ինչու պատմել, դրանից ինչ կփոխվի։ Գուցե մտնել Փալանջոնց մոտ, ահա նրանց տունը ձախ կողմում։ Եթե Վարոսը մտնի այնտեղ, Փալանջոնց ողջ ընտանիքը դուրս պիտի վազի նրան ընդառաջ, գոհարը պիտի ամաչի, բայց և հայացքը չխոնարհելով պիտի ժպտա և աչքով անի խոստումնալից։ Ընտանիքն ուզում է, որ Վարոսը իրենց փեսա դառնա, իսկ գոհարը սիրում է նրան։ Ինչու է սիրում, ում է պետք։ Կամ գուցե մտնել այս տունը։ Վարոսը չի հիշում կամ չգիտե, թե ում տունն է դա, բայց նրան հարկավոր է ընդամենը մի թաս ջուր խնդրել իր տոտ հոգու համար։ Իսկ ինչու խնդրել, ինչ պիտի օգնի ջուրը։ Վարոսը հուսահատորեն ձեռքը տարավ դեպի օձիքը քանդելու համար, բայց այն արդեն քանդված էր մինչև վերջին կոճակը։
Իսկ ինչու էր ուրեմն այդպես տոտ, չէ որ դեռ լրիվ կեսօր էլ չկար։ Նա շոշափեց վիզը, կուրծքը, ապա ձեռքը տարավ ծոցը։ Չհարբել արդյոք, չգնալ արդյոք այդպես հարբած, հասնել իր սիրո և մեղքի դռանը և դառնորեն լաց լինել դրա շեմքի վրա։ Վարոսը ծանր հառաչեց ու շարունակեց քայլել։ Նրա երկու կողմերում լուռ ու փակ կանգնել էին մի հարկանի տները։ Տափակ կտուրներից հորիզոնական դիրքով դեպի փողոց էին երկարվել մուգ կարմիր ներկված թիթեղե ջրհորդանները։ Դրանց ծայրերը մի արմունկով կախված էին վար, երկարավիզ ինչ-որ կենդանու գլուխների պես։ Առավել նմանության համար այդ վար թեքված գլուխները իրենց վրա ունեին աքաղաղի ատամնավոր կատարներ, իսկ բերանների երկու կողքերին ատամնավոր ճեղքեր, շան ժանիքների նման։ Ձիու վզով, աքաղաղի կատարով և շան ժանիքներով այդ կենդանիները իրենց թիթեղե կիսաբաց բերաններով կարծես ծիծաղում էին վերևից Վարոսի վրա, ծաղրում էին նրան։ Ավելի շուտ անզգայաբար, քան գիտակցաբար, Վարոսը բաց արեց մոտակա դարպասի դռնակը և մտավ բակ։ Արևի պայծառ լույսի մեջ, գունաթափված ամրապինդ գետնի վրա, կտուցներով կեր էին որոնում հավերը։ Բակում ոչ ոք չկար։ Վարոսը մոտեցավ բնակարանի դռանը ջուր խնդրելու։ Դուռը բաց էր, բայց շեմքի վրա, մարդու կես բարձրությամբ, կախված էր կարմիր ճաղերով դռնակը, որպեսզի հավերը չմտնեն բնակարան։ Բաց էին նաև երկու լուսամուտները, դռան մի կողմում։ «Մայրիկ», ձայն տվեց Վարոսը։ Ոչ ոք դուրս չեկավ։ Ըստ երևույթին բնակիչները գտնվում էին փողոցի կողմի սենյակներում։ Վարոսը գնաց դեպի ջրհորը, լերկ բակի կենտրոնում։ Դույլը, որ կապված էր ճախարակի վրա փաթաթված երկար պարանից, թողեց ջրհորի մեջ, ապա վեր քաշեց։ Ճախարակի ճռինչի վրա մի հասակավոր մարդ դուրս ելավ բակ։ Վարոսը չնկատեց նրան և դույլը մոտեցրեց շրթունքներին։ Ջրից բուրեց հորի խոնավությունը։ Ջրի վրա Վարոսը տեսավ իր հոգնած դեմքը, նայեց իր խամրած աչքերին և առանց խմելու դույլը դրեց ջրհորի բերանակարի եզրին։ Նրա կողքին կանգնած էր տանտերը։ «Ընչի չխմեցիր, ախպոր մանչ»։ «Ծարավ չեմ, հորեղբայր»։ «Հըբա մեր հայատն ի՞նչ գործ ունիս»։ Կասկածանքով ժպտաց տանտերը։ «Գող չեմ, հորեղբայր, ես ոսկերիչ Վաղինակի տղեն եմ»։ «Ոսկերիչ Վաղինակի տղե՞ն»։ Տանտերը ուրախացած բռնեց նրա թևից։ «Տոնես արի, ախպոր մանչ, ռախին ջրից լավ է»։ «Չէ, շնորհակալ եմ», հրաժարվեց Վարոսը։ «Ջուրն օր չմարեց, ռախին հեչ չի մարե»։ Նա գնաց, իսկ տանտերը տարակուսանքով մի պահ նրա ետևից նայելով ներս մտավ։ Երբ Վարոսը ելավ փողոց և անցավ այդ տան լուսամուտների մոտով, լուսամուտներից մեկը շտապ շառաչով բացվեց, ու մի ջահել ու գեղեցիկ աղջիկ հատուկ հայացքով նայեց նրան։ Վարոսը հասկացավ, որ տանտերը ենթադրել էր, թե տղան սիրում էր իր աղջկան, և տխուր ժպտաց։ Երկրորդ Վարոսը դուրս ելավ դեպի քաղաքի բարձրում փռված դաշտը, որ հարթ ու արձակ գնում էր մինչև դիմացի ոչ այնքան հեռակա սարերը։ Վարոսի ձախ կողմում տեսարանը սահմանափակում էին ռազմամթերքների պահեստները, որոնց ետևում Չերքեզի ձոր կոչված զբոսանքի ձորակն էր։ Ձորակի ետևում, երկարաձիգ բլուրի վրա, գտնվում էր նույնքան երկարաձիգ բերդը։ Բերդի ետևում հովիտով հոսում էր Ախուրյանը։ Վարոսի աջ կողմում տեսարանը սահմանափակում էր ռանչպարների մահլա թաղամասը գյուղատիպ տներով, որոնց ետևում ձորի բողազն էր։ Դրա ետևում հարթ տարածության վրա գտնվում էր քաղաքի ամենահռչակավոր զբոսավայրը՝ Ձիթողցոնց Զաբորը։ Զբոսավայրի ետևում դրանից բավական հեռու կայարանն էր։ Թե Չերքեզի ձորը և թե ձորի բողազը քաղաքի այդ վերին մասում կտրուկ ընդհատվում էին դիք պատերի պես, իսկ դաշտով հոսող երկու փոքրիկ ջրերը փոքրիկ ջրվեժներով թափվում էին այդ պատերն ի վեր։ Նայելով դիմացի տարածությանը, Վարոսը մի պահ շունչ քաշեց ազատ և խորը։ Նրան այնպես թվաց, թե այդ տեսարանի լայնարձակությունն ու հովը շոյեցին իր այրվող դեմքը։ Սակայն
Դեռ հազիվ 100 քայլ արած, նա զգաց, թե ինչպես նույն հեղձուկը դարձյալ խեղդում է իրեն, և չեն օգնում ոչ դաշտերը, ոչ սարերը։ Չվերադառնալ արդյոք։ Նա նայեց ետ, քաղաքին։ Նրա ոտքերի մոտից աննկատելի վայրէջքով փռվել տարածվել էր քաղաքը իր ոչ խոր և ափսեաձև ցածրավայրում։ Ընդհանուր գորշ պանորամայի միջից այստեղ ու այնտեղ վեր էին խոյացել սևաքար ու կարմրաքար եկեղեցիների սրածայր գմբեթները, արևի տակ պայծառ ու հավասար փայլող խաչերով, իսկ քաղաքի մյուս ծայրում հեռու թուրքական թաղամասն էր բլուրի վրա։ Օֆ, մռնչաց Վարոսը, ոչ իր ձայնով, և երեսը դարձրեց քաղաքին։ Մեկն այնտեղ մեղավոր է իր սիրած կնոջ մահվան մեջ։ Եթե Վարոսը գտնի նրան, ապա կհոշոտի մերկ ձեռքերով, բայց այն է ամենածանրը, որ չի կարող գտնել։ Ո՞վ է նա։ Ուստա Մկրտիչը։ Բայց ուստա Մկրտիչը ոչ միայն չի սպանել Հեղնարին, այլև շիրմաքար է պատրաստում նրա համար։ Կամ գուցե Վարոսն ինքն է մեղավորը։ Վարոսի սիրտը, որի փեղկերը փակ էին խանութի փեղկերի նման, ցնցվեց։ Մի միտք ներսում մնացած կատվի պես չանգռեց փեղկերը։ Միայն մի վայրկյան տևեց այդ անհեթեթ միտքը, թե Վարոսը ինքն էր մեղավոր Հեղնարի մահվան մեջ։ Ճիշտ է, տեսնելով ուստա Մկրտչին, Վարոսը փախավ թուրքական թաղամասից, բայց փախավ նրա համար, որպեսզի ուստան, որ չգիտես ինչ գործով էր եկել թուրքական թաղամաս, չտեսներ նրան, չհարցուփորձեր, թե ինչու է նա նույնպես եկել այդտեղ։ Վարոսը երկար սպասեց բոստանների միջով անցնող ճանապարհի անմարդ մի ոլորում, մինչև ուստան վերադառնար, որպեսզի նա գնար թուրքական թաղամաս։ Եվ հանկարծ նա տեսավ սանձակոտոր կառքը և կառքի մեջ ուստայի մորը։ Ապա ճանապարհը լիք լցվեց դեպի թուրքական թաղամաս շտապող տագնապահար կառքերով և մարդկանցով։ Վարոսը համարյա ամեն ինչ հասկացավ։ Խելագարի պես ինքն էլ սկսեց վազել դեպի աղետի վայրը, բայց հանկարծ կանգ առավ։ Ինչու է գնում։ Բաց անելու համար, որ ինքն է Հեղնարի սիրեկանը։ Ոչ, ոչ ոք չպետք է իմանա, որ անառակի անուն հանած այդ երիտասարդի համար է Հեղնարը արատավորել ուստայի անկողինը։ Թող բոլորը այնպես կարծեն, թե կինն այդ արել է ուստայից ավելի արժանավոր մի մարդու համար։ Գուցե այդպիսով մի քիչ պակաս լինի այն ցեխը, որ պիտի շպրտի քաղաքը Վարոսի սիրած կնոջ շիրիմի վրա։ Եվ Վարոսը վերադարձավ խելագարի նման թափառելու համար քաղաքում և դաշտերում մինչև այսօր։ Իսկ գուցե ողջ քաղաքն է մեղավոր Հեղնարի մահվան մեջ, իր օրենքներով, ադաթով։ Ողջ քաղաքը, որը մեղադրում է Հեղնարին ու նրա սիրեկանին։ Իսկ ինչու է մեղադրում։ Սիրո համար։ Ով ասաց, թե սերը մեղք է, ով է դրել այդ օրենքը։ Եթե այդպես է, ուրեմն ավելի լավ չէ թողնել հեռանալ Գյումրիից, փնտրել այնպիսի մի աշխարհ, որտեղ ով գիտե, ընտանիքի պատիվն էլ է մաքուր, սերն էլ է սուրբ։ Վարոսը ցնցվեց։ Հեռանալու միտքը հանկարծակի լույսով լվաց նրա սրտի խավարը։ Իրոք որ, թողնել հեռանալ, ինչ ունի ափսոսալու նա Գյումրիում։ Բայց Վարոսի մտքերը կտրուկ կանգ առան։ Ձորի բողազը, չէ որ դա իր աշխարհն էր։ Նա այդտեղ էր ծնվել ու մեծացել, այդտեղ էր սիրել իր դժբախտ սիրով։ Ինչպես հեռանալ ձորի բողազից։ Իսկ հեռանալ հարկավոր է հենց այսօր, հենց հիմա։ Անտանելի է ապրել Գյումրիում։ Այնտեղ ամեն ինչ Հեղնարին է հիշեցնում, իսկ Հեղնարն այլևս չկա և չի լինի երբեք։ Հարկավոր է վերջին անգամ տեսնել ձորի բողազը և թողնել հեռանալ ընդմիշտ։ Ձորի բողազ գնալու համար Վարոսը թեքվեց աջ, դեպի Ռանչպարների թաղամասը։ Նրա կողքերով անցան անտաշ լեռ քարե տներ, կտուրների վրա հոտավետ խոտի դեզերով, կալեր, գոտկաչափ բարձրությամբ պատերով և պինդ ու ողորկ գետնով։ Անցան կանաչ բացատներում արածող հատուկեն տուլեր և կառապանների բխոված ձիեր, որ գլուխներն էին թափահարում։
Հանկարծ անսպասելիորեն թաղամասը կտրուկ ընդհատվեց, կարծես գետինը միանգամից ճեղքվեց, և Վարոսի անմիջապես ոտքերի տակ ցածրում բացվեց ձորի բողազը։ Այս լանջի վրա իրարից ցածր և այն լանջի վրա իրարից բարձր տարածված էին տափակ կտուրներ, անպարիսպ բակեր, փողոցներ, կանգնած էին բարդիներ։ Ամենից ներքևում հալված, բայց սառը արծաթի պես հոսում էր ջուրը։ Ուստա Մկրտչի տունը մյուս ափի վրա էր, ուղիղ դիմացը։ Լուսամուտները փակ էին, դուռը փակ էր նույնիսկ ջրհորի բերանը։ Տան առջևի անպարիսպ բակում ևս ոչ ոք չէր երևում, բայց հանկարծ Վարոսը նկատեց ծառերից մեկի ստվերում նստած ուստայի մորը, որ գրկել էր թոռանը փոքրիկ գալուստին և անշարժացել, իսկ շուրջը ձորի բողազն էր, որտեղ մի գարնանային օր սկսվել էր Վարոսի և Հեղնարի սերը։ Ձորի բողազում գարուն էր, ձյունը հալչում էր և արևը արդեն հաճելի տաքացնում էր մարդկանց մեջքերը, ամեն ինչ թաց էր, գալիս էր թարմ ու դուրեկան խոնավության բույրը։ Ձորի լանջերն ի վար հոսում էին ջրի մանրիկ շերտեր, կարծես ոլորվելով կամ հյուսվելով։ Ջրերը կլկլում էին տարբեր հնչյուններով և հարափոփող փայլփլում էին արևից։ Ձորով հոսող գետակը առատաջուր էր, սառը և վճիտ։ Գետինն ամեն տեղ խոնավ էր, մուգ ու փափուկ, այնտեղից բարձրանում էր թանձր գոլորշի, որը սակայն տեղ֊տեղ արդեն նոսրանում էր, իսկ հողը գունաթափվում և ամրանում։ Երկինքը կապույտ էր, արտասովոր հստակ և համահավասար կապույտով։ Ձմեռվա ընթացքում արևի վրա քաշված փառը միանգամից վերացել էր, և առարկաները այժմ նորից գտնվում էին վճիտ ու շեշտակի լույսի մեջ, երևում էին հստակ ու որոշակի մանրամասնություններով։ Դռները և լուսամուտները բաց էին, տները դատարկվել էին, բոլոր մարդիկ և բոլոր իրերը գտնվում էին դրսում։ Արդեն բոլորովին չորացած տափակ կտուրների վրա կամ բակերում բնակարանների արևոտ պատերի տակ դրված էին արևի երես հանված գույնզգույն ներքնակներ, վերմակներ, գորգեր, կարպետներ, ջեջիմներ, ձյունափայլ սպիտակ բարձեր։ Ծառից ծառ կապված պարանների վրա, դուրս հանված աթոռների թիկնակների վրա կախված ու փռված էին վերարկուներ, արդեն սնդուկ դնելու ձմեռային հագուստներ և սնդուկից հանած գարնանային զգեստներ։ Վարոսը նստել էր իրենց տան պատի տակ, ինչպես ամեն գարնանամուտին, և նայում էր։ Նա մի ձեռքը դրել էր իրենց սպիտակ գամփռի մեջքին, որի փափուկ բուրդը հաճելի տաքացել էր։ Այդ տաքության մեջ ոչինչ չկար վառարանից, այդ տաքությունը գարունն էր։ Վարոսը նայում էր դեպի երկնքի անսահման կապույտը, որտեղով ուրախ կանչերով հայրենիք էին վերադառնում կռունկները։ Կապույտ անսահմանությունից լսվում էր նրանց հրաշալի բարեգուշակ կանչը։ Ներքևում ամեն տեղ, երեսները դեպի երկինք բարձրացրած, երեխաներն աղմկում էին կռունկների մասին, իսկ մի տան արևկող պատի տակ նստած մի ծերունի կռունկների յուրաքանչյուր կանչին ի պատասխան մրմնջում էր. «Ջան, ջան, ջան»։ Վարոսի մի կողմում, պարանի վրա, երկտակ կախված էին գորգերը, դրանց խայտաբղետ պատն արևի տակ վառվում էր խոր ու փափուկ ջերմությամբ։ Հանկարծ Վարոսը ցանկություն զգաց, ինչպես իր մանկության գարնանամուտներին, մտնել երկտակ կախված գորգերի տակ, ականջների վրա զգալ գորգի ետնակողմի կոշտ, տաք հպումը, քայլել այդ նեղ խավարով, անցնել բոլոր գորգերի անընդհատ շարանի տակով, մինչև որ հանկարծակի վերջանային դրանք, և իր աչքերը շլանային անսպասելի արևից, երեսը միանգամից մրսեր դեռ զով օդից, իսկ գորգերի հպումից ազատված իր ականջները լսեին գարնան բոլոր ձայները, հազարավոր մանր ջրերի մեղմ քչքչոցը, թարմ օդի շնշնկոցը, երեխաների բացականչությունները, ուրախ գզուզ անող երկու շնիկների իբր թե իրար վրա բարկացած մռմռոցը, ձմեռվա ընթացքում դրգցի հասած աղջկա զվարթ ծիծաղը։ Վարոսը նույնիսկ վեր ցատկեց տեղից, բայց իր հասակից շփոթված նորից նստեց։
Նա այլևս չէր տեղավորվի պարանի տակ, իսկ մի քանի գորգերի տաք ու մութ միջանցքն այլևս չէր թվա նրան երկար։ Քիչ հետո Վարոսը վեր կացավ, կտրեց իջավ մի քանի փողոց և սկսեց քայլել տների առջևով, գարնան բացվելուց հիացած։ Նա առանց պատճառի ժպտում էր։ Նա նայում էր պատերի տակ արև կողանող, բայց ոչ նիրհող, այլ բավականությամբ տաքացող շներին, ապա հորդառատ դարձած գետակի խշխշան ջրերին և ոչինչ չէր մտածում։ Նա իրան զգում էր անհավատալի թեթև, ոչ մի հագուստ չէր զգում իր վրա։ Եվ նա բոլորովին չէր աշխատում ոտքերը փոխել, դրանք շարժվում էին իրենք իրենց։ Նրա կուրծքը դադարել էր ելնել իջնելուց, օդը ինքն իրեն էր ներս ու դուրս անում նրա ռունգներով, իր թեթևությունից էր, թե հողի փափկությունից։ Նա ոտքերի տակ գետինը չէր զգում։ Նույն րոպեին, երբ նա անցնում էր ուստա մկրտչի տան առջևով, դուռը բացվեց, և հեղնարը, մի ներքնակ գրկած, դուրս եկավ այնտեղից։ Ներքնակի ետևում կնոջ դեմքը չէր երևում, բայց երբ նա ներքնակը փռեց պատի տակ դրված նստելու քարերի վրա և ետ դարձավ, Վարոսը կանգ առավ ապշած ու հիացած։ Ո՞վ էր այդ գեղեցկուհին։ Միթե ուստա մկրտչի կինը։ Բայց ինչպես էր եղել, որ Վարոսը մինչ այդ չէր նկատել նրան։ Միթե կարող էր պատահել, որ երբեք տեսած չլիներ։ Անհնար էր։ Ոչ, տեսել էր Վարոսը, բայց կույր էր եղել, դեռ արբունքի չհասած տղայի կուրությամբ։ Կինը նկատեց տղային, ժպտաց և հարցրեց. «Ինչ կուզես, Վարոս»։ «Դու ննձի գիտես», զարմացած ուրախացավ Վարոսը։ «Ոսկերիչ Վաղինակի երեխեն չես»։ Վարոսը մահաց ու վիրավորվեց և մարտահրավեր հանդգնությամբ պատասխանեց. «Վաղինակինն եմ, հըմը երեխա չեմ, ծոցս կառնեմ կիմանաս»։ Վարոսի խոսքերից և աչքերի սանձարձակ արտահայտությունից կինը կարմրեց, շփոթված ժպտաց, կծեց շրթունքը և արագ ներս մտավ։ Վարոսը հեռացավ։ Նա զղջաց իր հանդուգն պատասխանի համար, թեև պատանեկան ինքնասիրությամբ շարունակում էր համոզել իրեն, որ լավ վարվեց։ Նա քայլում էր ձորի բողազի սքանչելի գարնան միջով, և նրա հայացքի առաջ հեղնարի աչքերն էին, խոշոր, սև ու շփոթված։ Նա այժմ հարբածի նման էր։ Գարունն ու հեղնարը լցվել էին նրա էության մեջ, և նա չգիտեր որն էր գարունը և որն էր հեղնարը։ Իր հանդուգն պատասխանի համար նա պատժված էր։ Նա անհույս սիրով սիրահարվել էր ուրիշի կնոջը։ Սիրում էր հեղնարը իր ամուսնուն, թե ոչ, կապված էր նրա հետ հոգեկան մտերմությամբ, թե տանում էր իր ակամա ամուսնության լուծը, Վարոսը չգիտեր։ Ինչպես էլ լիներ, հեղնարը ձորի բողազի ամենապարկեշտ կանանցից մեկն էր, որի գովեստը հաճախ էր լսել Վարոսը դեռ իր մանկությունից սկսած։ Հույս ունենալ այդ կնոջ թեկուզ և բարյացակամ վերաբերմունքի վրա անհնար էր, մանավանդ Վարոսի տված հանդուգն պատասխանից հետո։ Նույն օրը, կեսօրից հետո, հեղնարը մտավ նրանց խանութը։ Ներսում միայն Վարոսն էր։ Նա նկատեց, որ կինը հագել էր դրսի հագուստ, և նրան թվաց, թե ավելի բնական կլիներ, եթե նա գար տնական հագուստով, քանի որ տունը հեռու չէր։ Վարոսը վեր ցատկեց տեղից և մոտեցավ նրան։ Հեղնարը գիտեր, որ Վարոսը առևտրով չի զբաղվում, ուստի և նայելով շուրջը, հարցրեց. «Ո՞ւր է մերդ»։ Վարոսին նորից թվաց, թե հեղնարը պատրվակով էր եկել, թեև հնարավոր էր նաև, որ այդպես չէր, որովհետև ողջ ձորի բողազը նրանց խանութից էր գնումներ կատարում։ Վարոսը ժպտաց, բռնեց կնոջ ձեռքը և ամուր սեղմելով նայեց նրա աչքերին ու աչքով արեց։ «Ինչ կուզես, Սալախանա», շնչասպառ շշնջաց հեղնարը։ «Վարդ կուզեմ գարնանս համար»։ Հանկարծ հեղնարը նայեց տղային չափազանց քնքուշ ու ձգվեց դեպի նա, բայց իսկույն ետ ընկրկեց և սարսափած գնաց դեպի դուռը։ «Էգվանես ժամանակ, արի թուրքի մայլի ճամփու վրա»։ Ես լավ բան մտածեցի, շշնջաց Վարոսը։ Հեղնարը դուրս նետվեց խանութից ու արագ քայլեց հեռու, կարծես Վարոսի խոսքերը հետապնդում էին նրան։
Նա սարսափով հիշեց, որ հետևյալ օրը, կիրակի, նա իրոք պետք է անցներ բոստանների ճանապարհով, թուրքական թաղամասի մոտով գնալու համար դեպի Գերեզմանոց, որտեղ թաղված էր 18 տարի առաջ ծնված և նույն տարին մեռած իր առաջնեկը։ 18 տարի շարունակ նա շատ հաճախ գնում էր այնտեղ արտասվելու, և եթե այս կիրակի չգնար, դա անախորժ տպավորություն պիտի թողներ ամուսնու և մանավանդ ամուսնու մոր վրա։ Եվ ահա թուրքական թաղամասում սենյակ վարձելուց հետո կիրակի օրերը Վարոսը նստում էր իրենց խանութում և անհամբերությունից այրվելով նայում էր դեպի փողոց։ Վերջապես երևում էր հեղնարը և անցնում։ Իսկ հետո, երբ նրանք զգացին, որ այդ կերպ նրանց կարող են նկատել, Վարոսը սկսեց հեղնարին սպասել թուրքական թաղամաս տանող փողոցներից մեկի մի ղայֆախանայում։ Վարոսը հիշեց այն խաղաղ, մենավոր բնակարանը, որտեղ նրանց սերն էր ծաղկում։ Նա շրթունքները հպում էր սիրած կնոջ ձյունային սպիտակ պարանոցին և երեխայի պես զարմանում, թե ինչպես կարող էր այդպիսի սպիտակություն ունենալ այդքան ջերմություն։ Ամեն օր Վարոսը պիտի հիշի այդ ամենը։ Նրա կոպերը փակվեցին, նա օրորվեց իր կանգնած ժայռակտորի պռունկի վրա։ Էլ ինչպես ապրել Գյումրիում, հեղնարից հետո։ Հեռանալ էր հարկավոր, իսկույն։ Հարկավոր էր իջնել Ձորի բողազ, բարձրանալ մյուս լանջով, անցնել արձակ դաշտով, հասնել Ձիթողցոնց Զաբոր զբոսավայրին, անցնել դրա մոտով, կտրել էլի մի ընդարձակ դաշտ, հասնելու համար կայարան։ Արդեն որոշում ընդունած Վարոսին դա թվում էր հսկայական ճանապարհ, իսկ նա շտապում էր փախչել քաղաքի հեղձուկից, փախչել իր մտքերից, հուշերից, վշտից, փախչել ինքն իրենից, սարսափելի ու անտանելի դարձած Վարոսից։ Նա դանդաղաքայլ իջավ Ձորի բողազ։ Որքան իջավ, այնքան ավելի ձորը շրջապատեց նրան։ Վերևում փռված աշխարհը դադարեց նրա համար գոյություն ունենալուց։ Կտրելով փողոցի ետևից, քիչ հետո նա արդեն ձորի ներքևումն էր, ուղղակի ջրափին։ Օրորվելով ջրի մեջ շարած ողորկ կլոր քարերի վրա, նա անցավ առվակը, կանգ առավ, նայեց շուրջը։ Ձորը կարծես բռնեց նրա կոկորդից։ Շնչահեղձի նման նա սկսեց արագ շնչել։ Նրա կուրծքը սեղմվեց մի ծանր ճնշումով և մնաց այդպես։ Տագնապած Վարոսը սկսեց շտապ բարձրանալ մյուս լանջով, շուտ ազատվելու համար այդ խեղդուկից։ Բարձրանալով դաշտ, նա կանգ առավ մի պահ, շուռ եկավ, անհագ ու տանջալի հայացքով մի վերջին անգամ նայեց Ձորի բողազին և աչքերը ամուր փակեց, կարծես այնտեղ պահելու և իր հետ տանելու համար իր աշխարհի պատկերը։ Եվ երբ նորից շուռ եկավ դեպի դաշտ և աչքերը բացեց, նրան թվաց, թե Ձորի բողազն արդեն այնքան հեռու էր իրենից։ Դաշտը նրան թվաց անսահմանորեն մեծ ու անծանոթ։ Նա քայլեց, խորասուզվելով հանգստաբեր մոռացության մեջ։ Արևն իջավ հեռավոր կապույտ սարերի ուսին։ Վարոսի վրա ընկավ այնպիսի մի լույս, որ կարծես կարոտ լիներ և թախիծ։ Հորիզոնական ճառագայթների տակ փռված դաշտը դարձավ ավելի անծանոթ։ Ուշացածի շտապ սլացքով մոտեցավ, անցավ, գնաց քամին, որ կարծես թափառական երգասաց լիներ, արևի մահը եղերգող։ Արահետը, որ անցնում էր վերջալույսից խամրած դեղին հասկերի տաք ծովի միջով, նեղ էր ու ոլորապտույտ։ Արդն ամեն կողմից ընդհուպ շրջապատել էր Վարոսին։ Քայլելիս նա դիպչում էր հասկերին, որոնք խշշում էին, արդեն լիքը և հասուն։ Ամբողջ արտի համահավասար մակերեսի վրա, որն այժմ ժանգագույն էր երևում իջնող մթության մեջ, տեղ երևում էին այդ մակերեսից վերև բարձրացած միայնակ ցողուններ։ Արևն ընկել էր դրանց հասկերի վրա, որոնք շլացուցիչ պայծառությամբ վառվում էին կիսախավարի մեջ, ինչպես հեղնարի հոգու փրկության համար վառված բարակ մոմեր։ Հեռու էին դրանք, թե մոտիկ, դժվար էր ասել։ Երբեմն ամենահեռու թվացող մի հասկ հանկարծակի հայտնվում էր Վարոսի հենց կողքին կամ դիմացը։ Իջել էր այն պահը, երբ մարդու աչքերը շաղվում են նոր մեռած լույսի և նոր ծնված խավարի խառնուրդից։ Վարոսը իր ճակատի վրա զգում էր հանգչող արևի վերջին լույսը։ Նա քայլում էր, նայելով առաջ,
հեռուն, այլևս չտեսնելով ոչ հասկերը, ոչ արտը։ Երբ պարտն ավարտվեց, տեղի տալով պնդացած քարքարոտ հողին, Վարոսը դա չնկատեց։ Միայն նրա քայլերը նեղ արահետից դուրս գալու հետևանքով արագացան։ Վարոսի ոտքերի տակով, իրար հաջորդելով, սկսեցին անցնել մերթ կոշտ հողը իր վրա տափակացած ցածրիկ ու նոսր խոտով, մերթ հողի տակից դուրս պրծած տափակ ու ողորկ քարերը։ Անցնելով արագաքայլ, Վարոսն այնուամենայնիվ զգում էր հողի ու քարի հաջորդումները իր ոտքերի տակ։ Զգում էր ոչ թե ըստ կարծրության, այլ թե ինչպես էին ջերմանում նրա ներբանները, մերթ տակ, մերթ ավելի տակ։ Եվ հանկարծ Վարոսը կտրուկ կանգ առավ։ Ոչ, այսօր նա չի կարող հեռանալ Գյումրիից։ Ոչ այսօր, ոչ վաղը։ Նա հիշեց, երեկ ուրբաթ օրը լրացել էր ուստայի պահանջած 40 օրը։ Ինչպես լսել էր Վարոսը իր տնեցիներից, նույն օրը թուրքական թաղամասի բոլոր բնակիչները ատելությամբ ու քլունգներով զինված հիմնահատակ էին արել Հաբիբայի տունը, արմատախիլ էին արել պարտեզը, սրբել մաքրել էին յուրաքանչյուր հետք։ Եվ այժմ, կրելով աղբը հեռու, նրանք այդ տեղը հավասարեցնում դարձնում էին հրապարակ։ Հրապարակի կենտրոնում միակ կանգուն մնացած ծառի տակ, սև վարագույրով ծածկված, թաքցված էին ավազանն ու շիրմաքարը։ Վաղը, կիրակի, ուստան վերցնելու էր այդ ծածկոցը։ Վարոսը Հեղնարի շիրիմին այցի կգնա կիրակի գիշեր։ Մարդիկ չեն տեսնի նրան, և նա կկարողանա շիրմաքարի վրա դրոշմել իր հրաժեշտի համբույրը, որը նա աշխարհի կամքով չէր կարողացել դրոշմել հանգած Հեղնարի ճակատին։ Ապա արդեն իր հրաժեշտը տված, նա դուրս կգա Գյումրուց և ոտք կկոխի անհայտ ու անիմանալի ճանապարհների վրա։ Տափակ քարակտորը, որի վրա պատահաբար կանգ էր առել նա, սկզբում համարյա այրում էր նրա ներբանները, բայց այժմ Վարոսի ոտքերի տակ սառնությունն էր, որից նա զգաց, որ վաղուց է կանգնած այդտեղ։ Դանդաղ քայլերով, նորից նույն արտի միջով, Վարոսը վերադարձավ դեպի ձորի բողազ։ Երբ հասավ ձորի պռունկին ու նայեց ներքև, նա տեսավ, թե ինչպես իր շրջապատի ուշ վերջալույսի մեջ, այնտեղ ներքևում երկարավուն գիշերով ձգվել էր ձորի բողազը։ Դիմացի լանջի վրա, վերևից մինչև ներքև, մթության մեջ վառվում էին նավթի լապտերների կրակները, չլուսավորելով ոչինչ։ Տեղ-տեղ դրանք ձգվում էին երկար շարքերով, տեղ-տեղ խռնված էին անկանոն, վերև, ներքև, խիտ, հատուկենտ, թվում էր, թե դրանք մանրիկ կայծեր են, դատարկ մթության մեջ քարացած։ Իրարից հեռու, բարձր սյուներից կախված, վառվում էին գազի լապտերները։ Մոտիկ մի լապտերի սպիտակ լույսը փոքրիկ սկավառակով լուսավորում էր փողոցի մի հատված, հայտնաբերում խավարում կորած ինչ-որ ծառի կեսը, փայլում արդեն քնած մի տան մութ ապակիների վրա, որի լուսամուտը փեղկեր չուներ։ Մի այլ տան լուսամուտափեղկերի ճեղքերից երևում էին լույսի դեղնավուն երիզներ։ Իսկ այն լանջի վրա, որտեղ Վարոսն էր կանգնած, մթության մեջ հազիվ երևում էին տափակ կտուրների գունատ քառանկյունիները, ավելի ու ավելի իրարից ներքև։ Դրանց միջև ավելի մեծ քառակուսիներով երևում էին մութ բակերը։ Ծառերի մուգ կերպարանքները ամեն տեղ կտրատում էին տեսարանը։ Ձորի բողազն էր փռված այնտեղ, քարքարոտ ու ամայի սկզբից մինչև լայնատարած քաղաքը։ Ինչպես մթության մի գետ, որն իր ալիքների վրա տանում է հանգչելու պատրաստ մանրիկ կայծեր, այն հոսում էր դեպի քաղաք, լուծվելու դրա մեջ։ 4. Գյումրու հյուսիսում, որտեղ քաղաքի վերջին տները բարձրանում էին դեպի լայնարձակ դաշտը և այնտեղ ընդհատվում, գտնվում էր Ձիթողցոնց Զաբոր կոչվող զբոսավայրը։ Քաղաքը ներկա էր այգու շուրջը։ Այգուց դեպի ձախ բավական ընդարձակ տարածությունից այն կողմ գտնվում էր ձորի բողազը, որը թեև բոլորովին չէր երևում, բայց դրա ներկայությունը զգում էին բոլորը։ Ձորից այն կողմ երևում էր Ռանչպարների թաղամասը։
Այգուց դեպի աջ ավելի ընդարձակ տարածությունից այն կողմ երևում էր կայարանը, գորշ շենքերի և կանաչ ծառերի երկար շղթայով ձգված։ Այգու վերևում դաշտն էր իր դեղին արտերով, որ տարածվել էր մինչև կանաչին տվող ոչ այնքան հեռու ցածրիկ լեռնաշղթան։ Այգու ներքևում երկու քայլի վրա քաղաքն էր։ Խճուղու մի կարճ ու լայն կտոր այգու մոտից իջնում էր դեպի մի փողոց և միանում դրան։ Այնուհետև հեռու, շատ հեռու փռված էր քաղաքը կեսօրի արևի տակ, լուսամուտների պսպղացող ապակիներով, եկեղեցիների ոսկեփայլ խաչերով և նեղիրան ու բարձրահասակ բարդիների սրածայր գագաթներով։ Յուրաքանչյուր կիրակի վաղ առավոտից սկսած քաղաքի բոլոր կողմերից դեպի ձիթողցոնց Զաբոռ էին սլանում կառքերը։ Դա քաղաքի այն զբոսավայրն էր, ուր գնում էին ոչ թե խնջույք անող տղամարդիկ կամ սեր անող զույգեր, այլ ամբողջ ընտանիքներ։ Կառքերում նրանք տանում էին ինքնաեռներ, թեյի ու ճաշի պարագաներ, ուտելիք։ Ճիշտ է, տանում էին նաև խմիչք։ Գնում էին նաև դաուլ զուռնայի խմբեր ու սազանդարներ։ Սակայն կանանց ու երեխաների ներկայությունը չափավոր ու զուսպ էր դարձնում գինարբուքը այդ այգում։ Սլանալով քաղաքի բոլոր կողմերից, կառքերը դեպի այդ այգին տանող վերջին փողոցում վերածվում էին համարյա անընդհատ մի հոսանքի։ Օդի մեջ կանգնում էր արևափայլ սպիտակ փոշին, բարձրանալով քառասմբակող ձիերի ոտքերի տակից և անիվների, որ ունեին կարմիր ներկած փայտե կամ պսպղուն նիկելե շառավիղներ։ Փողոցը լցվում էր զվարթ մտրակող և իրար հետ մրցող կառապանների ուրախ կանչերով և կառքերում նստածների ծիծաղ ու զրույցով։ Կեսօրին մոտ համարյա դադարում էր ընտանիքներին այգի տարած և դատարկ վերադարձող կառքերի հոսանքը։ Քաղաքը դատարկ էր լինում, իսկ այգում տիրում էր ուրախ բազմամարդություն։ Խաղաղ և գեղեցիկ ծառաստան էր այգին, դյութիչ և հիանալի վարդաստան, բայց ծառերը այնտեղ հաստաբուն չէին և ստվերախիտ, վարդերը համատարած չէին և առատ։ Ընդհակառակը, արևոտ ու զվարթ էր այգին, նոսրատերև մատղաշ ծառերը այնտեղ կանգնած էին առանձին։ Վարդի թփերը դրանց միջև կանգնած էին կարճ շարքերով կամ փոքրիկ խմբերով, իսկ արձակ տարածությունները ծառերի ու թփերի միջև ծածկված էին ցածրիկ, բայց խիտ կանաչով։ Մի փոքրիկ գեղեցիկ տնակ կար այգու կենտրոնում, մեծ ծառերի ստվերով շրջապատված։ Տնակի առջևում տնակից ավելի մեծ մի քառակուսի ավազան կար, որը կենտրոնից բխող շատրվանի փոխարեն ուներ պռունգներից մեկի վրա կանգնած աղբյուրաքար, որի փայլուն խողովակից ջուրը արծաթապայծառ կամարով իջնում էր ավազան, իր անկման տեղի շուրջը գոյացնելով նեղ, հետո ավելի ու ավելի լայն, բայց հետզհետե հանգչող օղակներ։ Ավազանի մյուս պռունգին, աղբյուրաքարի դիմաց, քարե մի քանի աստիճաններ իջնում էին դեպի ջուրը։ Աստիճաններից ներքևինները ծածկված էին ջրով, և դրանց վրա ջրի միջով փայլում էին արևի խոշոր բծերը։ Հետզհետե բարձրացող ջուրը թեթևակի ճոճումով ելնում էր մի աստիճանի վրա, ճողփյունով ապտակելով դրա մակերեսը։ Երիտասարդները իրենց ընկերներով և աղջիկները ընկերուհիներով կանգնում էին վարդի ու յասամանի թփերով, նարգիզ ու մեխակ ծաղիկներով, սուսամբարի բուրավետ տերևներով շրջապատված և ծառերի մեջ կորած այդ տնակի մոտ, արևոտ ավազանի եզրերին, և երազում էին։ Երեխաները վազվզում էին ամեն տեղ, պահմտոցիկ էին խաղում թփերի միջև։ Յուրաքանչյուր ծառի ստվերում, խոտի կամ գորգերի վրա, բարձիկներին կրթնած կամ մեջքերը բարակ ծառաբներին հենած, նստում էին տղամարդիկ, կանայք։ Ծառերի խայտաբղետ ստվերների մեջ բացվում էին սպիտակ սփռոցներ, որոնք իսկույն ծածկվում էին ուտելիքներով լի ափսեների, շշերի, լավաշի, կանաչու, համեմունքի տակ։ Յուրաքանչյուր թփի մոտ առանց ծխի փայլում էին խորովածի ածուխների կրակները, պսպղում էր արծաթագույն կամ ոսկեգույն ինքնաեռը, իսկ աղբյուրի ավազանի մեջ զամբյուղներով զովանում էին խմիչքի շշերը։ Ամեն կողմից հեռու և մոտ լսվում էին դաուլ զուռնայի ձայներ, զուսպ, կամացուկ, իրար չխանգարող, զբոսավայրի խաղաղ բնույթին համեմատ։ Եվ միայն այգու մի եզրին, անպատվանդան,
ուղղակի գետնի վրա դրված էր փայլուն սև մարմարից մի քառանկյունի շիրմաքար։ Դրա գլխավերևում կանգնած մեծ ուռենին դրա վրա կախել էր իր ստվերը, կիսով չափ մթագնելով այն և իր ճյուղերը արտացոլելով դրա սև հայելու մեջ, մինչդեռ մյուս կեսի վրա տիրապետում էր ջեռ արևը։ 5. Պայծառ խաղաղությունն արևով և ուրախությամբ փռվել էր այգու վրա։ Ոչ մարդիկ, ոչ նվագարանները, ոչ աղբյուրը, ոչ ծառերը չէին արձակում ոչ մի խանգարող ձայն, ոչ մի բարձր հնչյուն։ Հավիտենական խաղաղությամբ նետվել էր հավուզ աղբուրի արծաթե անշարժ կամարը, խողովակից ավազան, շուրջը տարածվել էր ծաղիկների ամենամեղմ բույրը։ Երբեմն, շարժելով և հազիվ լսելի խշշացնելով ծառերի սաղարթները, կեսօրի հաճելի տաք օդի միջով սահում անցնում էր պատահական հովը։ Դաուլ զուռնաների հանդարտասահ նվագի շուրջը հավաքված մարդկանց խմբերը լուռ ունկնդրում էին դրանց անբարբար պատմությունները։ Այստեղ ու այնտեղ, կարծես երազի մեջ, օրորվում էր կանանց կենտապարը։ Եվ հանկարծ այգու խաղաղ տեսիլի վրա տարածվեց հուժկու առնական մի ձայն. «Ալան, Բուլան», կանգնել էր մունետիկը այգու պռունգին։ Վայրկենապես բոլորի ուշադրությունը լարվեց դեպի նա։ Նվագը լռեց, ընդհատվեցին բոլոր ձայները, լսելի դարձավ ծառերի զգույշ խշշոցը. «Գնացեք թուրքերու թաղը, տեսեք հեղնար աղբուրի հրաշքը»։ Մարվող վերջին հնչյունների հետ միասին կարծես լուծվեց նաև մունետիկի կերպարանքը։ Դեռ մի պահ քարացել մնացել էր զվարճացող կիրակնօրյա Գյումրին, ապա միանգամից լսվեցին հարյուրավոր բերաններից թռած կանչերը. «Ֆայտոն, ֆայտոն, ֆայտոն»։ Փոշու խուլ ամպերի մեջ կորած, արդեն սլացան գնացին մի քանի կառքեր, բայց հարկավոր էին ոչ թե մի քանիսը, այլ շատ։ Բայց կառքերը վերադարձել էին քաղաք և միայն իրիկնադեմին պիտի գային այգի, գյումրեցիներին ետ տանելու համար։ Մի քանի տղամարդիկ թողեցին փռված լիսփռոցը և վազեցին հետիոտն, նրանց հետևեցին բազմաթիվ ուրիշները։ Ընտանիքով եկածները շտապ հավաքեցին իրենց իրերը, հանձնեցին իրենց կամ դրքցի տղայի պահպանությանը և շտապեցին քաղաք կառք ճարելու։ Սակայն ոչ ոք չէր ուզում մնալ, պահպանելու գորգերը և ինքնաեռները, բարձերն ու ամանեղենը։ Մի քանի րոպեում այգուց դեպի քաղաք իջնող լանջը և ապա ներքևի փողոցը լցվեցին վազող, փոշու և քրտնքի մեջ կորած մարդկանց հեղեղով։ Եվ հանկարծ դիմացից լսվեցին բազմաթիվ սմբակների դոփյուններ, երևացին փրփրաբերան ու սանձակոտոր ձիերով կառքեր։ Կառքերը սկսեցին հասնել մարդկանց հեղեղին, անմիջապես լցվել բերնեբերան և իսկույն շուռ գալով սրընթաց անհետանալ փոշու և արևի մեջ։ Զարմացած ոստիկանների շվար կերպարանքների մոտով դրանք ամեն վայրկյան փայլատակում էին և անցնում կտրում քաղաքը հյուսիսից հարավ, ապա թեքվում էին դեպի բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը։ Բոստանների պատերը սեղմում էին դրանց հեղեղը, հեղեղը կորցնում էր իր լայնությունը, բայց դառնում էր ավելի սրընթաց։ Սպառնալով կտոր անել կառքերը և մարդկանց, փրփրաբերան ձիերը խրտնած վազքով բարձրանում էին թուրքական թաղամասի լանջով, իրենց ետևից տանելով կառքերը ինչպես թեթև տաշեղներ։ Օդի մեջ սուր շվոցով ֆշշում անցնում էին մտրակները, ինչպես հեռվից արձակած գնդակները։ Հասնելով թաղամասի առաջին փողոցին, մարդկանցից ոմանք անհամբերությունից մթագնած ուղեղով ցած էին թռչում իրենց վազքը չդանդաղեցնող կառքերից, այդ կառքերից ավելի արագ տեղ հասնելու անմիտ ցանկությամբ։ Այնտեղ, որտեղ դեռ ուրբաթ օրը Հաբիբայի տունն ու պարտեզն էին, այժմ փռված էր հարթ ու ընդարձակ մի հրապարակ։ Հրապարակի չորս կողմերում կային չորս փողոցներ, որոնցով գալիս էին հրաշքի մոտիկությունից արդեն վարանած դանդաղընթաց կառքերը։ Մարդիկ իջնում էին վար և ակնածանքով ու կամացուկ մտնում հրապարակ։ Ոչինչ չկար։ Հրապարակը դատարկ էր։ Միայն դրա կենտրոնում գտնվում էր Հաբիբայի ավազանը։ Սակայն այլևս շատրվան չկար դրա մեջ,
և ջուր չէր ցայտում այնտեղից։ Ձիթողցոնց Զաբորի հավուզ աղբորի նման ավազանի մի պռունկի վրա ուստան կառուցել էր աղբյուրաքար, որն այժմ կանգնած էր միակ մնացած ծառի ստվերում։ Աղբյուրաքարից հոսող ջուրը սակայն չէր հավաքվում ավազանում, այլ իր անկման տեղի մի փոքրիկ անցքով իսկույն իջնում էր գետնի տակ, ավազանի սալած հատակը թողնելով չոր։ Ավազանի մյուս պռունկից, աղբյուրագլխի դիմացից, քարե մի քանի աստիճաններ իջնում էին ավազան։ Չորս կողմից շարունակ և անընդհատ գալիս էին վայրկյան առաջ հրաշքը տեսնելու ցանկությունից լռած ու սառած մարդիկ։ Ավելի մոտենալու համար նրանք շարունակ սեղմում էին իրենց առջևում կանգնածներին, իսկ առջևում կանգնածները անթարթ հայացքները աղբյուրին հառած և հասկանալով, որ այնտեղ է հրաշքը, չէին վստահանում մոտենալ։ Սակայն ամեն կողմից հորդում էին նորերը, ավելի համառ էին սեղմում ետևում կանգնածները։ Առաջինները փոքրիկ և ակամա քայլերով մոտենում էին հեղնար աղբյուրին։ Ի՞նչն էր այդտեղ հրաշքը։ Ետևից գալիս էին անվերջ, մարդկային օղակը հեղնար աղբյուրի շուրջը սեղմվում էր ավելի ու ավելի։ Առջևում գտնվող մարդկանցից մեկը հանկարծ ու շադիր նայեց աղբյուրի սև գլխաքարին և այնտեղ, խողովակի վերևում դրված կարմրաքանդակ շրջանակի մեջ կարդաց. «Ամեն մեկնիկ իրան մարդու աղբուրն է, ուրիշ հեչ մեկը իրավունք չունի խմելու էն օր ջրեն»։ Այժմ արդեն ընդհուպ մոտեցած, կարդացին նաև ուրիշ շատերը և զարմացած, լուռ ու տարակուսանքով նայեցին իրար։ Միթե այդ հասարակ ու բոլորին պարտադիր օրենքի մեջ էր հեղնար աղբյուրի հրաշքը։ Չբավարարված հետաքրքրությունից և չլուծված գաղտնիքից անհանգստացած, մոլոր պտտվում էին փոշոտված ու քրտնած մարդկանց հայացքները։ Վերջապես նրանցից մեկը, հոգնած մի հոգոց արձակելով, հանեց շափխան, թաշկինակով սրբեց ճակատը և հեղնար աղբյուրի աստիճաններով իջավ ավազան, խողովակին մոտենալու և ջուր խմելու համար։ Բայց հազիվ ոտքը վերջին աստիճանից ավազանի հատակին դրած, նա գունատվեց և երեսնիվայր տարածվելով աղբյուրի առջև, բացականչեց սարսափահար. «Մեղա, մեղա քեզի, տեր, ես սրբապղծություն չէի ուզենե, չիդեի, տեր, վենձ է քու հրաշքդ»։ Զարհուրած, բոլորը նայեցին խողովակին։ Հազիվ մարդն ավազան իջած, ջուրը կտրվել էր։ Բոլորը տեսան, թե ինչպես Աստված ինքն իր հրաշքով հաստատեց ուստայի քանդակած խոսքերը, որ ամեն մեկնիկ իրան մարդու աղբուրն է, ուրիշ հեչ մեկը իրավունք չունի խմելու էն օր ջրեն։ Մարդը դողացող ծնկներով, իր հազիվ չկատարած սրբապղծությունից սարսափահար, դուրս ելավ ավազանից։ Հեղնար աղբյուրի անարատ ջուրը անմիջապես սկսեց նորից հոսել։ Ոչ ոք չէր համարձակվում կրկին ստուգել Աստծու հրաշքը, սակայն ոչ ոք չէր ուզում նաև հավատալ իր աչքերին, որոնք բացվելուց ի վեր երբեք չէին տեսել ոչ մի հրաշք։ Եվ ահա վերջապես մի ուրիշը վճռեց մտնել ավազան։ Երբ ջուրը նորից կտրվեց, այդ մարդու հետ միասին ծունկ չոքեցին հրապարակում հավաքված բոլորը, թե հայ, թե հույն, թե թուրք, և միասին ծեծեցին իրենց կուրծքը. «Մեղա, մեղա, մեղա»։ Մարդը վախից թուլացած իր ոտքերը հազիվ դուրս քաշեց հրաշք աղբյուրից։ Գունատված շրթունքների կծկտուր շշուկներով լուռն անցավ ետևում կանգնածներին, որոնք ոչինչ չէին տեսնում։ Նրանք սկսեցին անհամբեր ու բորբոքված առաջ հրհրվել։ Այս անգամ առաջինները հլու տեղի տվեցին նրանց, որպեսզի նրանք ևս տեսնեին։ Բոլորը տենդոտ, թե ինչպես Աստված գալիս է հաստատելու ընտանիքի սրբության հին օրենքը և դատապարտելու մարդկանց կողմից արդեն դատապարտված այն անառակին, որը զանց էր առել այդ։ Եվ նորից, շարունակ ավելի ու ավելի մեծ տագնապով ու դողով, մարդիկ սկսեցին ստուգել Աստծու հրաշքը, իջնելով ավազանի մեջ, թե սանդուղքներով և թե պատերից ցատկոտելով։ Համոզվելով, որ ոչ ոքի չի տրված խմել հեղնար աղբյուրի ջրից, նրանք հեռանում էին դեպի ետին շարքերը այն խոր զղջումով,
որ հանդգնել էին միայն սեփական աչքերով հրաշքը տեսնելուց հետո հավատալ դրան։ Նրանք որոշում էին հետևյալ իսկ կիրակի օրը զոհ մատուցել Գյումրու հռչակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում և զոհի արյունը եկեղեցու սրբատաշ պատին քսելով քավել իրենց թերահավատության մեղքը։ Սարսափից չռված աչքերով մի կին, ավազանում չոքած, հայացքը դեպի ցամաք խողովակը դարձրած, մրմնջաց անլսելի. «Ներե, Տեր Աստված, ներե ինձի, իմ մտքես էնպես է անցե, թե հեղնարի մեղքը էնքան էլ վենց չի եղե»։ Հավաքվածները նայում էին նրան ու թեև չէին լսում նրա խոսքերը, բայց տեսնում էին նրա զղջումը։ Երբ նա դուրս ելավ ավազանից, նրա փոխարեն աղերսի իջավ մի տղամարդ, որը նույնպես իր հոգու խորքում շատ չէր մեղադրել հեղնարի սիրականին։ Եվ բոլոր նրանք, ովքեր ավազան էին իջնում մեղքի բեռը ուսերին, այնտեղից դուրս էին գալիս մաքրված, աղբյուրի ճակատի խոսքերը իրենց հոգու ամենախոր խորքում հավիտենապես դրոշմած։ Աղբյուրին մոտեցան և հերթով ավազան իջան հեղնարի եղբայրը, ընկերուհին, ազգականները։ Սակայն վայրկենապես ցամաքած խողովակի վերևից օրենքն ասում էր նրանց, որ ամուսնացած կնոջ տերն այլևս նրա ամուսինն է, և նրա վրա իրավունք չունի նույնիսկ ծնող մայրը, նույնիսկ հարազատ եղբայրը։ Սևաքար աղբյուրագլխի ճակատին, խողովակից բարձր, կարմիր քարի վրա քանդակված քարացել էին ահեղ օրենքի խոսքերը։ Եվ դրանց գերբնական հաստատմանն ի տես, բոլոր հավաքվածները նորից ծունկ չոքեցին։ 6. Արևն իջավ։ Այժմ դրա վերջալույսային ճառագայթները հավաքվածների վրա ընկան հեռվից և շեղակի, չնայած անցել էր բավական ժամանակ, բայց դեռ ոչ ոք չէր հեռացել թաղամասից։ Ընդհակառակը, ավելացել էին ուրիշ շատերը, եկել էին Նվիրական Ախուրյանի ափից, այլ զբոսավայրերից, քամվել էին քաղաքից։ Փողոցներն ու նորաբաց հրապարակը, որ դեռ քիչ առաջ մի կերպ տեղավորել էին հավաքվածների բազմությունը, այժմ անկարող էին ընդգրկել բոլորին։ Այժմ թուրքական ամբողջ թաղամասն էր վերածվել հրաշալի ապացույցի առջև համրացած մարդկանց ծովի։ Վխտացող բազմության կենտրոնում վճիտ ու խաղաղ հոսում էր ոչնչով աչքի չընկնող փոքրիկ աղբյուրի ջուրը։ Սակայն իսկական մի հրաշք, տեսանելի և շոշափելի, մարդկային ձեռքի այդ պարզ կառուցվածքը դարձել էր հրաշալի և սուրբ։ Հավաքված բազմության բացարձակ լռությունն ապացույց էր, թե ինչ ակնածանք և վախ էր ներշնչել հրաշքը։ Եվ հանկարծ, ինչպես որոտ այդ լռության մեջ, թաղամասի հեռու ծայրից լսվեց մի խելագար ձայն, որն արագ մոտենում էր, կարծես մեկը փախչում էր սպանողների ձեռքից կամ ինքն էր արշավում սպանելու։ Այդ եկվորի հանդեպ մարդկային ծովը ճեղքվում էր նրա մոտենալուց դեռ առաջ, կարծես թրով, և եկվորը անարգել վազում էր դեպի հեղնար աղբյուրը։ Թվում էր, թե նա մոլեգնաբար հայհոյում էր ամենահրեշավոր բառերով, սակայն անկարելի էր որևէ բան հասկանալ նրա անկապ բառերից։ Դեռ նախքան նրան տեսնելը, մարդիկ զգացին, իրենք էլ չիմանալով թե ինչից, որ նա հեղնարի սիրեկանն է։ Եվ նեղ միջանցքը մարդկանց միջև բացվեց մինչև ուղղակի հեղնար աղբյուր։ Որտե՞ղ է որոտաց աղաղակը և երևաց վարոսը։ Ոչինչ չտեսնող իր հայացքը հացելով չորս կողմ, սարսափահար անելով մոտիկ կանգնածներին, որոնք ետ ընկրկեցին նրանից, նա նորից աղաղակեց. «Որտե՞ղ է, ցույց տվեք, ես ձեր ծնողների, ես ձեր զավակների, ես ձեր… Ո՞վ կսե թե ամեն մեկնի կիրան մարդու աղբուրն է, սերն է տերը, ոչ թե պսակված մարդը… Ցույց տվեք աղբուրը, ես պիտի խմեմ էն օր ջրեն, մինչի կշտանամ, իմս է սերն էլ, ջուրն էլ… Սերն աստծանից է, սերն է իրավունքը»։ Գզգզված, փոշոտված, քրտնած, ծանր հևալով, նա նորից կատաղած նայեց աջ ու ձախ։ Թվում էր, թե ահա պիտի հարձակվի մեկնումեկի վրա և խեղդի։ Մարդիկ ընկրկեցին, և նրա առջևի արահետը վերածվեց պողոտայի։ Միայն այժմ նկատելով աղբյուրը,
Վարոսը նետվեց դեպի այն։ Հասնելով ավազանի պռունկին, նա կանգ առավ, մի վայրկյան նայեց աղբյուրի ջրին, կարդաց գիրը, ապա վստահ քայլերով մտավ ավազան։ Ինչպես բոլորի, նրա առաջ ևս ջուրը կտրվեց։ «Հեղնա՛ր», բացականչեց Վարոսը։ Հրապարակով սարսուռ անցավ։ «Ես եմ Ազիզ», պոռթկաց ծանր ճիչը Վարոսի շանթահար կրծքից։ «Ընձիդ չես ճանչե»։ Ցամաքած աղբյուրի խողովակից ընկավ վերջին կաթիլը։ Վարոսը տարտամ շոյեց ճակատը և շարունակեց անթարթ նայել աղբյուրին։ Նա կարծես չէր կարողանում ըմբռնել, որ կատարվեց անհավատալին, որ Աստված ինքին իր բացորոշ հրաշքով մերժեց սիրո իրավունքը և հաստատեց ընտանիքի սրբությունը։ «Յա», բացականչեց Վարոսը հանկարծ ահից ցնցվելով։ Ջուրը ցամքավ։ Նա շվար հայացքը հածեց շուրջը, կարծես օգնություն հայցելով, բայց մարդիկ նայում էին առանց արտահայտության և անկարեկից։ Վարոսը զարմացավ, որ ոչ ոք տեղից չի շարժվում, ոչ ոք քար չի բարձրացնում գետնից նրան սպանելու։ Այդ նրա համար ավելի լավ կլիներ, քան բութ անշարժությունը։ Վարոսը նայեց աղբյուրին, սանդուղքի վերջին աստիճանի մոտից անհաստատ քայլերով մի կերպ կտրեց մինչև աղբյուրագլուխն ընկած երկու քայլը, ձեռքը դրեց փայլուն խողովակի վրա և սկսեց անիմաստ շոյել մետաղը, ապա հանկարծ, թե բոլորի համար անսպասելի, թե իր, ընկավ ծնկաչոք և գոռաց. «Մեղա քեզի, Տեր, մեղա քեզի, հեղնա՛ր»։ Նրա ձայնը մի մեծ մտրակի շրմփոցով խփվեց հավաքվածների բազմությանը և անցավ։ «Մեղա քեզի, Տեր», կրկնեց Վարոսը և ձեռքը տանելով դեպի օձիքը, պատռեց, վար քաշեց վերնաշապիկն ու ներքնաշապիկը։ «Մեղա քիզի, քու սխալված հողածնիցդ, ես էնպես գիտեի, թե դուն իրավունքը սիրուն կուտաս, մեղա քեզի, Աստված»։ Նա բռունցքներով ծեծեց իր մերկ կուրծքը։ Պատառոտված հագուստի ծվենները ճոճվեցին անօգնական։ «Մեղա քեզի, հեղնա՛ր, պատճառը ես եղա, որ դուն հոգով մարմնով կորիս։ Մեղա քեզի, որ մարմինդ էս պզդի ջրի տակն է, հոգիդ են վենց կրակի վրա»։ Ապա ոտքի կանգնելով, գլուխը բաց, կուրծքը բաց, նա ետ նետվեց ցամաքած խողովակից։ «Թողություն եղնի քեզի, հեղնա՛ր, որ իմ դժոխային սերս ընդունեցիր։ Թողություն եղնի քեզի, Ազիզ, որ մեկ գիշերը մեկար ու մարդասպանության գործը ընձի սորվեցուցիր»։ Ապա նորից առաջ նետվելով և տագնապած համբուրելով ցամաք աղբյուրի փայլուն խողովակը, նա կերկերաց. «Հեղնա՛ր, ես բոբլիկ ոտքով Երուսաղեմ կերթամ։ Ես Քրիստոսի գերեզմանեն թողություն կխնդրեմ իմ ու քու էրած չելելիքի համար»։ Ոտքերից արագ հանելով ոտնամանները և գուլպաները և շպրտելով մի կողմ, նա շուռ եկավ և դուրս ելավ ավազանից, անմիջապես իր քայլերը ուղղելու համար դեպի սրբազան քաղաքի աներևակայելի հեռուն։ Բայց երանոսի միջտեկ եղբայր Գեղամը, արյունով և ապա օղիով թաթախված դանակը ձեռքին, կտրեց նրա առաջը։ «Կեցի, քու Երուսաղեմդ էնքան էլ հեռու չէ»։ Վարոսը կանգ առավ և առանց դիմադրելու, բայց և առանց հպարտության, իր կուրծքը դեմ արեց վրիժառուին։ Գեղամը բարձրացրեց դանակը ուժգին թափով իջեցնելու համար, բայց նույն րոպեին հայրական մի ձեռք ետևից բռնեց նրա թևը։ «Մի ենե, օղուլ», իր խաղաղ ձայնով խրատեց չգիտես որտեղից հանկարծակի հայտնված ուստան։ «Թող էրթա, Աստծու քաղաքն էրթցողի ճամփեն չեն կտրե»։ Ապա ճանաչելով երիտասարդի ձեռքում բռնած դանակը, նա տխուր ժպտաց և կարծես ափսոսանքով օրորեց գլուխը։ «Քեզի չեմ ըսե, օղուլ, որ էդ դանակն իրան ամեն չարությունը դարտկել է։ Էդ օր մեջ մենակ բարին է մնացե։ Էդ դանակով մարդ չի սպանվի»։ Եվ ապա դառնալով դեպի Վարոսը, ձեռքով արեց. «Գնա»։ Վարոսը գնաց։ Երբ նրա կորաքամակ, կարծես ծերացած,
գլխաբաց ու բոբիկ, կիսամերկ ու փոշոտ կերպարանքը անհետացավ, ուստան խաչը կնքեց իրեն, դանդաղ քայլերով իջավ ավազան, մոտեցավ խողովակին և բոլորի աչքի առաջ խմեց հեղնար աղբյուրի ջուրը։ Խմեց, հանեց շափխան, ետ տարավ արխալուղի փեշը, վերցրեց գոտուց կախված և իր ծայրով համարյա գետնին քսվող մեծ վառ կարմիր թաշկինակը, սրբեց իր պայծառ ճակատի վրայից քրտինքի մարգարիտները ու մի անգամ ևս նայելով հոսող անապակ ջրին, նույն դանդաղ քայլերով դուրս ելավ ավազանից և գնաց։ Բոլորը նայեցին նրա ետևից և տեսան, թե ինչպես խաղաղ ու վեհ էր հեռանում բարձրահասակ, նեղ իրանուստան, աղբյուրների հռչակավոր վարպետը։ Եվ երբ նրա հեռանալուց հետո բոլորը միանգամից նորից շուռ եկան դեպի հեղնար աղբյուրը, հրաշքը վերացել էր իսպառ, և ջուրը ընդմիշտ ցամաքել էր։ 7. Եկավ քրեական ու բժշկական քննությունը, և տեսնելով բոլորովին անջուր մի աղբյուր, պատահած դեպքը արձանագրեց իբրև անհասկանալի պատճառներից դրդված թյուրատեսություն։ 8. Եվ մնաց մի սովորույթ. փողոցներում թե տներում, խնջույքի թե աշխատանքի ժամանակ, աղբյուրների հռչակավոր վարպետին բարևելուց հետո գյումրեցիները մի պահ նայում էին նրա ետևից և մրմնջում. պայծառ մնաս, ուստա Մկրտիչ։ Վերջաբան Առաջին Այն լանջի վրա, որտեղ առաջ քաղաքի թուրքական թաղամասն էր ընկած, այժմ ոչինչ չկար։ Թեև ներքևում առաջվա նման փռված էին բոստանները, իսկ դրանց ետևում լայն ու հեռու տարածված էր քաղաքը, թեև բլուրի բարձրում հեռու տարածված էր դաշտը, և հորիզոնի վրա կապույտով մշուշված կանգնած էր Արագածը, թեև ամեն ինչ թվում էր մի անգամ ընդմիշտ իր տեղում հաստատված, բայց թուրքական թաղամասը այլևս գոյություն չուներ։ Դատարկված բլրալանջի վրա, պայծառ արևի տակ, ծուփ կանգնել էին օշոշները իրենց սպիտակ պսակաթերթիկներով, դեղին և ուռուցիկ գլխիկների շուրջը։ Լանջն ամբողջ սպիտակել էր օշոշներից։ Թվում էր, թե այդ համատարած սպիտակությունը սգոսավան էր, որ փռվել էր անդարձ հեռացածների անդառնալիորեն ջնջված բնակատեղի վրա։ Երբ անցորդը կամ այցելուն վարժվում էր առաջին տպավորությանը, սկսում էին նկատվել նաև մանրամասնությունները։ Տեղ֊տեղ, գետնի քարքարոտ մասերում, օշոշները տեղի էին տվել սպիտակ ու դեղին անթառամներին։ Դրանց տափակ, կոշտ գլխիկները, բաղկացած բազմաթիվ մանր ծաղիկներից, խիտ բռնել էին փոքրիկ տարածություններ, և նայելիս դժվար էր լինում որոշել՝ մեռած էին անթառամները, թե կենդանի, որովհետև դրանք միշտ սպիտակ էին կամ դեղին, կոթերը միշտ գունաթափ կանաչ, համարյա գորշ, և դրանցից միշտ բուրում էր փշրված ժայռի հոտ։ Անթառամների հետ միատեղ բուսել էր նաև Անիսոնը, որն իր գորշ երանգով և տերևների ձևով նման էր անթառամի թփիկին, կարծես նույնը լիներ, բայց առանց ծաղկի, և դրանից բուրում էր ուրիշ հոտ, որը միևնույն ժամանակ համ էր հիշեցնում։ Օշոշների սպիտակ ծածկոցի տակ, գետնին ընդհուպ, ծեպ փռվել էր ճնճղապաշարը, որն ուտելի էր համարվում։ Դա մի փոքրիկ կանաչ էր, հողից անմիջապես դուրս եկած մի քանի թարմ կանաչ, ձվածիր տերևներով։ Բլրալանջի զանազան մասերում, հողի տակից տեղ֊տեղ դուրս ցցված փոքրիկ քարերի հարավային արևոտ կողմերում բուսել էին ուրիշ բույսեր, իսկ հյուսիսային ստվերոտ կողմերում ուրիշ բույսեր։ Արևի տակ կանգնած էր բարձր ավելուկը կարմիր ցողունով, որ եղեգնի էր նման, և կանաչ տերևներով, որ կպցնովի էին թվում։ Ցողունի ծայրին երկարավուն թույլ փնջով արդեն հասել էին ժանգագույն սերմերը։ Ավելուկների հետ կանգնել էին սուր փշերով ծածկված տատասկները և աղշբանք կոչվող բարձր ու լայնաթուփ բույսը, որն ուներ շան ականջների նման կախ, դեղնավուն սպիտակ ծաղիկներ
խոր բաժակներով, և թունավոր էր։ Իսկ ստվերի մեջ գետնին ընդհուպ բուսել էր օձի ծաղիկը իր զարմանալի թարմ դեղին գլխիկով։ Օձի նմանվում էր նրա կոթը, որ ողորկ էր, ձիգ ու սնա մեջ, և երբ այն կոտրվում էր, ապա դուրս էր տալիս մի սպիտակ կաթիլ, երևի օձի կաթը։ Սակայն ստվերի և խոնավության իսկական բույսը ջրակոտեմն էր, որ բսնում էր թաց տեղերում և ուտելի էր համարվում։ Դա ուներ խոր կտրտված երկար տերևներ, իսկ հասունանալիս շատ մանր սպիտակ ծաղիկներ։ Ստվերի և խոնավության իսկական բույս էր նաև այն բարձր թուփը, որի անունը հիմար բույս էր նշանակում։ Դրա հաստ ցողունը, թարմ կանաչ, միշտ սառը ջրով հագեցած, ուտելի էր համարվում, բայց ասվում էր, որ հիմարներն են ուտում այդ բույսը կամ ուտողները հիմարանում են։ Բավական էր այն պոկել արմատից, որպեսզի ինքնավստահ ցցված ցողունն ու պիրկ տերևները իսկույն թալկանային ու վերածվեին կանաչ փալասի։ Բլրալանջի այն տեղերում, որտեղ այդ բույսերից ոչ մեկը չկար, գետինը ծածկված էր չափազանց մանր կանաչով, կարծես քարաքոսով, և կարծես ներկված լիներ։ Այնտեղ հատուկենտ բսում էր միայն սապնածաղիկը իր շյուղային բարակ կոթով, մազային բարակ, երկնագույն ճյուղավորումներով դեպի ամեն կողմ, և դրանց ծայրերին գտնվող սպիտակ, շատ մանրիկ ծաղիկներով, որոնք թուփը նմանեցնում էին գնդաձև մշուշի։ Արևը իր հանդարտ պայծառությամբ տարածվել էր բլրալանջի վրա, և եթե նույնիսկ արևի համատարած լույսի տակ անկարելի էր նկատել հին բնակատեղի որևէ հետք, ապա դա շնորհիվ մի բույսի, որը կոչվում էր սատանի շաբալաղ, սատանայի ապտակ։ Բույսը բաղկացած էր գետնի վրա փռված մի կամ երկու հսկայական տերևից։ Թվում էր, թե քամին մի վիթխարի ծառից պոկել էր դրա առողջ ու կանաչ տերևները և թափթփել գետնին։ Երբ անցորդը կամ այցելուն կռանար և ետ տաներ սատանայի ապտակի լայն ու մեծ տերևներից մեկնումեկը, դրա տակ կտեսներ հին թաղամասի որևէ հանգչող հետքը, ինչ֊որ պատի հազիվ նկատելի հիմք, որևէ մայթից մնացած սալաքար, փշրված ափսեի մի բեկոր։ Սատանայի ապտակների հետ խառը բուսել էին նաև եզան լեզու կոչվող տերևները, որոնք կարծես սատանայի ապտակների մանրացած տեսակը լինեին, սակայն ողորկ ու ջղուտ։ Ասվում էր, թե եզան լեզուն ունի բուժիչ հատկություն։ Դրա տերևները կապում էին վերքերի վրա, սակայն դրանք դեռևս չէին լիզել սատանայի ապտակների տակ թաքնված տխուր հետքերը։ Բայց որքան էլ բազմազան լինեին բույսերն ու ծաղիկները բլրալանջի վրա, այնտեղ տիրապետողը այնուամենայնիվ օշոշների համատարած սպիտակությունն էր, որ գալով բոլոր կողմերից դեպի լանջի մեջտեղում գտնվող բավական ընդարձակ հրապարակը, շրջապատել էր այն։ Հրապարակի վրա արդեն բուսել էին ուրիշ ծաղիկներ, իսկ դրանց միջև ճղակոտոր ու վաղուց ի վեր չորացած ծառի տակ գտնվում էր վաղուց ի վեր ցամաքած հեղնարաղբյուրը։ Երբ բոստանների մեջտեղով անցնող ճանապարհով գալուստը բարձրացավ բլրալանջ, ցրվեցին նրա այն կասկածները, թե նա գուցե չկարողանա գտնել իր մոր անվան աղբյուրը։ Շրջապատի ամայության մեջ աղբյուրի գլխաքարը միակ վեր բարձրացած կետն էր և աչքի էր ընկնում դեռ հեռվից։ Բլրալանջի ճանապարհով քաղաք իջնող սայլերից գյուղացիները հաճախ էին նկատում աղբյուրը և վազում էին ջուր խմելու, սակայն տեսնելով այն ցամաքած, նայում էին հիասթափությամբ, ընթերցում էին սև գլխաքարի մեջ դրված կարմիր քարի գիրը, տարակուսում էին մի պահ, ապա շուռ գալով վազում էին արդեն բոստանների մեջտեղի ճանապարհը իջած իրենց սայլերի ետևից։ Գալուստն ուրախացավ աղբյուրը հեշտ գտնելու համար, բայց և իսկույն թախիծը համակեց նրան։ Ավելի լավ կլիներ, եթե նա մի քիչ ուշ գտներ այն, որպեսզի կարողանար տիրապետել իր վրդովված հոգուն։ Չէ՞ որ այդ աղբյուրի տակ հանգչում էր հիշողության պատկերներից վաղուց ի վեր ջնջված իր մայրը։ Աղբյուրի մի կողմում բուսել էին կարմիր լալաները, պայծառ, տաք, վառվռում էին դրանց բաժակները արևի տակ, ինչպես մխացող վերք։
բույլն ամբողջ, կարծես արյուն լիներ, վաղուց թափված, բայց դեռ թարմ։ Աղբյուրի մյուս կողմում բուսել էին ոսկեծաղիկները։ Դրանց դեղնապայծառ փոքրիկ բաժակներն անչափ նման էին լալաներին։ Դրանք կարծես լալաներ էին, որ ոսկեծաղիկ էին դարձել, կամ արյուն էր, որ փոխարկվել էր արևի։ Ավազանի պռունգներին իրենց ոլործուն թելերն էին երկարել և իրար հյուսել գունատ վարդագույն բաղեղները, իրարից հեռու վրանաձև սպիտակ ծաղիկներով։ Բաղեղները ամեն կողմից կախվել էին ավազանի պռունգներն ի վար, դեպի ավազանի հատակը, որ ծածկված էր պատահականորեն այնտեղ ընկած մանրիկ քարերով ու խիճով, և որի անկյուններում կար վաղուց ի վեր ցամաքած աղբյուրների անխուսափելի վկան, չոր, գունաթափ հողափոշին։ Քարե աստիճանները և ավազանի հատակի սալաքարերը մնացել էին անվթար, սակայն դրանց ճեղքերից դուրս էր աճել խոտը, կարծես ճգնելով իրարից հեռացնել քարերը։ Գալուստն իջավ ավազան և կանգնեց մի րոպե տարակուսած, չգիտենալով, թե ինչից սկսել։ Ապա մոտեցավ աղբյուրի գլխաքարին, բռնեց փայլուն կարճ խողովակից, ստուգեց, չի պտտվում արդյոք այն, չունի որևէ գաղտնիք։ Խողովակը չէր պտտվում, գլխաքարը նույնպես անշարժ էր։ Գալուստը կռացավ դեպի հատակը։ «Էդ ինչ կենես, օղուլ»։ Անսպասելի միջամտող ձայնից գալուստը ցնցվեց և նայեց վերև։ Ավազանի պռունգին կանգնած էր Հաջի Վարոսը։ «Էդ ինչ կենես, Գալուստ ջան», կրկնեց նա, ճանաչելով Հեղնարի որդուն։ «Եկել եմ մորս գերեզմանին տեսության», ասաց գալուստը և նստեց ավազանի պռունգին։ Հաջին նույնպես նստեց։ Գալուստը նայեց նրան։ Նա գիտեր Հաջու և իր մոր պատմությունը։ Ձեռքը դնելով վշտից հավիտենապես կքած նրա թիկունքին, երիտասարդը հարցրեց. «Իսկ դու ի՞նչ ես անում այստեղ, Հաջի»։ Ես ամեն օր կուգամ, կաշեմ, աղոթք կենեմ։ 45 տարեկան մարդ եմ, 25-ս մեղքերի մեջ անցավ, 5-ս Երուսաղեմ էրթալ գալուս ճամփուն, մնացած 15 տարիս ես աղոթքով եմ անցուցե Հեղնարի մեղավոր հոգու համար։ Աստված ձենս կիմանա, թե չէ, չիդեմ, ախր ես ավելի մեղավոր եմ։ Չնայած Վարոսի դեռ ոչ ծեր հասակին, նրա մազերը բոլորովին սպիտակ էին, աչքերում չկար ոչ եռանդ, ոչ փայլ։ «Հաջի, մորս հիշո՞ւմ ես», հարցրեց գալուստը։ «Ինչ խոր աչքիս առաջ կայնածեղնի», շշնջաց Հաջին խուլ ձայնով։ «Ինչպիսի կին էր, Հաջի»։ Հաջին ձայն չհանեց։ Նա մտածկոտ նայեց ցամաք խողովակին և գլուխը կախեց։ Իսկ հետո, երբ խոսեց, նրա խոսքերը գալուստի պատասխանը չէին, այլ իր սեփական մտքերի։ Սուրբ կնիկ էր, օղուլ, սերը մեղք կսեպեր, սիրուց կտանջվեր, վերջն էլ սիրու մեղքեն ու տանջանքեն մեռավ։ Ով կրնա մեղանչե։ Աշե, մատնացույց անելով աղբյուրի գլխագիրը, Հաջին, ով գիտե քանի երրորդ անգամ իր կյանքում, կարդաց. «Հմը հիմի օղուլ, ուրիշ, հիմի սեր ու ընտանիք իրար են միացե, ամեն մարդ կրնա ազատ սիրե ու առնե ում որ ուզենա, մարդն ինքն է իրան գլխուն տերը, հրաշք չկա, էլ ասպաց մարդոց գործերուն չի խառնվի»։ Ապա մի քիչ լռելուց հետո նա ավելացրեց. «Մեր ժամանակն ուրիշ էր, հրաշք կար, չես ավտա, ում որ կպատմեմ Հեղնար աղբյուրի հրաշքը չի հավատա, կխնդա ու կմեղանչե, ինչ կրնա սենե։ Վենձանած խոսք է, մե աշկը 1000 ականջ աժե, ասել է, ինչքան կուզես ականջը լից չի եղնի, աշկը պիտի լցվի, աշկը պիտի տեսնի, աշկը պիտի ստուգե։ Իսկ եթե գան Հեղնար աղբյուրը քանդեն, Հաջի, հանկարծ հարցրեց գալուստը։ Մարդու հետաքրքրությունն ամեն բանից վեր է, ով գիտե։ Հաջին հուզվեց, դողդողացող ձեռքը դրեց Հեղնարի որդու ծնկանը և շշնջաց. «Ես ինքս էլ էդ բանից շատ կվախնամ, ըշտը
Այդ օր համար է, որ ամեն օր իստեղ կուգամ, կաշեմ։ Ես կսպանեմ քանդողին, Աստված վկա, կմորթեմ տեղն ու տեղը։ Հաջու մեռած աչքերը կենդանություն ստացան, փայլեցին կատաղությամբ։ Սակայն դա տևեց միայն մի վայրկյան, ապա դրանք նորից պղտորվեցին, ջրակալեցին, անշնչացան։ Նա վեր կացավ։ Գնում ես, Հաջի, հարցրեց Գալուստը։ Բը, դու չես գա, զարմացավ Հաջին։ Ոչ, ես ուզում եմ մի քիչ ժամանակ մենակ մնալ մորս գետեզմանի մոտ։ Հաջին երկյուղացությամբ տեղի տվեց Գալուստի որդիական զգացմունքին ու դանդաղաքայլ և կորակամակ հեռացավ բլրալանջով։ Գալուստը հայացքով ուղեկցեց նրան։ Եվ երբ նա անհետացավ լանջի վայրեջքում, Գալուստը վեր քշտեց թևերը և սկսեց աշխատել։ Գործիքներ բերած չլինելու պատճառով նա ամեն ինչ ձեռքով էր կատարում։ Դա և դժվար էր, և շատ ժամանակ էր պահանջում։ Վերջապես նա մեկ առ մեկ հանեց ծանր սալաքարերը, շարեց ավազանի պռունգին։ Նա շարժվում էր մեծ զգուշությամբ, բացվող գաղտնիքից ոչինչ չփչացնելու համար։ Երբ ավազանի ողջ հատակը սալաքարերից մերկացավ, Գալուստը սկսեց հոգատարությամբ զննել այն։ Ավազանի հատակը ծածկված էր արդեն ժանգոտած երկաթե մի պարզ սարքով։ Յուրաքանչյուր սալաքարի տակ կար մի լծակ, որի ծայրը գնում էր աղբյուրի գլխաքարի տակ, միանալով մյուս լծակների ծայրերին։ Բավական էր ոտք դնել սալաքարերից որևէ մեկի վրա, որպեսզի ղեկը սեղմվեր և իր ծայրով փակեր ջրի հոսանքը։ Գալուստը հեշտությամբ պարզեց նաև այն, թե ինչպես էր հաջողեցրել իր հայրը ջուր խմել։ Սանդուղքից իջնելիս հարկավոր էր երկու ոտքերը միաժամանակ դնել երկու տարբեր սալաքարերի վրա։ Այդ դեպքում դրանց տակի լծակների ծայրերը կսեղմվեին իրար և չէին բարձրանա ջրի հոսանքը փակելու։ Իսկ ջրի վերջնականորեն ընդհատվելը առաջացել էր այն բանից, որ ուստան ոտքով աննկատելիորեն պտտեցրել էր ջրի անկման տեղի ծակ կլոր քարը։ Քարի տակ գտնվող երկաթաթերթը տեղափոխվել էր ու կալնել ջրի անցքը։ Երբ Գալուստը քարը նորից պտտեցրեց, 20 տարվա ցամաք աղբյուրից նորից հոսեց անապակ ջուրը։ Նույն վայրկյանին ավազանի պռունգից լսվեց մի բարձր խռպոտ ճիչ։ Յա! Գալուստի սիրտը կանգ առավ։ Այնտեղ նորից կանգնած էր Հաջի Վարոսը։ Անակնկալ տեսարանից չռած աչքերով նա անթարթ նայում էր մերթ ժանգոտ երկաթներին, մերթ վազող ջրին։ Յա! Կրկնեց նա և ցատկեց ավազան։ Էս ինչ է։ Առանց պատասխանելու Գալուստը ոտքը դրեց երկաթներից մեկի վրա, ջուրը ընդհատեց, ապա նորից բաց թողեց և մոտեցավ վազող ջրին։ Բայց առանց այդ էլ Հաջին ամեն ինչ հասկացել էր։ Նա շարունակում էր նայել, և ապա նորից, կարծես նոր միայն նկատելով, բացականչեց։ Յա! Դողդողացող ձեռքով նա քանդեց օձիքը։ Ասել է. սուտ էր ամեն ինչ։ Սաղ քաղաքն ավտաց, սաղ քաղաքն ընձի ու հեղնարին մեղդրեց։ Սերը պապանձվավ, ընտանիքի օրենքը սուրբ դարձավ, Գյումրին… Հաջու հետզհետե մարող ձայնը դարձավ անլսելի։ Այժմ նրա շրթունքները շարունակում էին շարժվել անբարբառ։ Բայց հանկարծ նա դադարեց մրմնջալուց, արագ թեքվեց դեպի ջուրը, նայեց, վախենալով շրթունքները կամ ձեռքը հպել ջրին, չհավատալով ջրի անարգել հոսանքին։ Ապա զույգ ձեռքերով բռնեց գլուխը և բղավեց. Աբա կյանքս ընչի անցավ։ Երկրորդ Արտասովոր դանդաղ, արտասովոր ծանրաքայլ գնում էին երկու կառքեր դեպի Ախուրյան։ Կարծես լալիս էին ձիերի քայլերը, կարծես լալիս էին կառքերի անիվները։ Նվագը, լացի պես խորն ու մղկտացող, հորդում էր կառքից և գնում էր արձագանքելու հեռու։ Օրը վար էր եկել, արևը հասել էր երկնքի բարձր կետին, բայց կառքերը դեռ նոր էին իջնում նվիրական գետի հովիտը։ Ե՞րբ էին հասնելու ջրափ, ով գիտեր։ Կառքերից մեկում նստած էր ուստա Մկրտչի սիրած Դաուլ Զուռնայի խումբը,
Նստած էր նաև ավետիքը, որի կյանքն անցել էր կամուրջներ կառուցելով։ Նա դառը թախիծով դրել էր իր թևը կառքի կողին, դրել էր երեսը թևի վրա և ունկնդրում էր։ Մյուս կառքում ոչ ոք չկար։ Կառքերը վերադարձան քաղաք, իսկ ավետիքը սփռոց բաց արեց մի հով ուռենու ստվերում։ Ջուրը հոսում էր սփռոցի մոտով, թռչելով արևի տակ դուրս պրծած դրա ծայրը։ Դաուլ զուռնաչիների նստելու համար նա գտավ բերեց 3 քար։ Նրանց առջև դրեց ուտելիք, օղի և բաժակներ։ Բացակա ուստա մկրտչին հատկացրեց ամենալավ տեղը, սփռոցի գլխին, ծառի բնի տակ։ Շարեց 7 բաժակ, օղի լցրեց։ Ընկերների բաժակների մոտ դրեց խորովածի և այլ խորտիկների ամենալավ պատառները։ Ինքը նստեց սփռոցի մի կողմում, լուռ, գլխահակ։ Գլխահակ լսեց Դաուլ զուռնայի լացող եղանակը։ Ապա երբ նվագի վերջին հնչյունները մարեցին ծառի զով սաղարթներում, նա վերցրեց իր բաժակը, խփեց ուստայի բաժակին և ասաց. «Էս վերջին անգամն էլ առաջի կենացը տեղնի։ Կյանքդ էնքան երկար եղնի, ինչքան որ ափսոս մահն է երգան»։ Նա նորից բաժակ խփեց ուստայի բաժակին, խմեց։ Հետո հերթով վերցրեց ուստայի օղին, Օնեսի օղին, Կարոյի օղին, Աղասու օղին, Բագրատի օղին, Սարգսի օղին, շպրտեց նվիրական գետը։ Ջուրը օղին տարավ։ Հետո երբ երկրորդ անգամ լցրեց բաժակները, նա նախատինքով դիմեց ընկերներին. Մենակ ես պիտի ծառայություն անեմ։ Ռախի լցեք, ձեռքներդ խո չէ ջարդե, ի՞նչ եղավ ձեզի։ Արևն իջավ։ Երբ ավետիքը նայեց դեպի աննկատելիորեն բարձրացող դաշտը, դրա բարձրում ձգված բլուրի կտրվածքում նա տեսավ վերադարձող 2 կառքերը։ Ավետիքը բաժակների մեջ լցրեց ամենավերջին օղին։ Էս վերջին անգամն էլ, վերջին կենացը տեղնի ազիս։ Եվ խմելով իր օղին, հավաքեց բոլորի լիքը բաժակները, նետեց Ախուրյան։ Կառքերը մոտեցան։ Դաուլ զուռնաչիները վեր կացան, նստեցին կառք։ Նրանք նվագում էին ամենատխուր եղանակը։ Ավետիքը բարձրացավ մյուս կառքը, կանգնեց կառքի մեջ, ձայն տվեց. «Քշեք, էրթամ անցնեմ, վերջի կարմունջի վրայեն»։ Ախուրյանում լողանալուց վերադարձող երեխաները ցավակցական դեմքերով լուռ հետևում էին ոտաբոբիկ ու գլխաբաց մի մարդու, որն օրորվելով գնում էր մի քանի քայլ, ապա կանգ էր առնում շեշտակի, զույգ ձեռքերով բռնում էր գլուխը և բացականչում. «Յա, հըբը կյանքս հնչի անցավ»։